Իսկ եթե հենց այն պահին, երբ դու ամենաշատն ես հաղթանակի կարիք զգում, կյանքը քեզ խնդրեր փրկել մեկ ուրիշին։ Նա ընդամենը մեկ հնարավորություն էր ուզում, մեկը, որ փոխեր ամեն ինչ։ Դուրս եկավ տնից սոված, հույսով լի այն կոստյումով, որը ժամանակին հորն էր պատկանում։ Բայց բավական էր միայն մի լաց, մի մոլորված հայացք, խուճապահար մի երեխա։ Եվ նա արեց աներակայելին։ Բաց թողեց սեփական երազանքը, որպեսզի իր ձեռքերում պահեր ուրիշի աշխարհը։ Այդ ընտրությունը կարող էր նրան ամեն ինչ արժենալ։ Կամ, գուցե դա հենց այն էր, ինչը կբացեր այն դուռը, որին նա այդքան սպասում էր։ Որովհետև երբեմն այն, ինչը կորուստ է թվում, ընդամենը շատ ավելի մեծ մի բանի սկիզբն է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Լուսաբացը դանդաղորեն թափանցում էր Երանի Էրեբունի թաղամասի փոքրիկ բնակարանի պատուհանի ճեղքերից, իր հետ բերելով այն խոնավ ցուրտը, որը կարծես կպչում էր մաշկին ու այլս բաց չէր թողնում։ Լոնն արթուն էր արդեն գրեթե 1 ժամ, նստած էր քրոջ հետ կիսած նեղ մահճակալի եզրին, դիտում էր առաստաղի խոնավության մուգ բիծը, որը տարածվում էր ինչպես այն ամենի քարտեզը, ինչ դեռ պետք է նվաճվեր։ Նրա 26 տարիներն այդ հինգշաբթի առավոտյան կարծես թե շատ ավելի ծանր էին, քան պետք է լինեին, ասես յուրաքանչյուր տարին իր հետ կրում էր բոլոր չկատարված խոստումները, բոլոր հետաձգված երազանքները, բոլոր այն հաշիվները, որոնք կուտակվում էին խոհանոցի հին սառնարանի վրա։ Պահարանի դռնից կախված կոստյումը միակ բանն էր, որ փայլում էր այդ մութ սենյակում։ Նա դանդաղ վեր կացավ, զգուշանալով չարթնացնել Անահիտին, գրեթե կրոնական ակնածանքով մոտեցավ հագուստին։ Այդ մուգ մոխրագույն կոստյումը պարզապես հագուստի կտոր չէր, այն ժառանգություն էր, վերջին բանը, որ մնացել էր հորից, Վարդանից, ով 30 տարի աշխատել էր որպես տեխնիկական սպասարկման օգնական քաղաքի կենտրոնում գտնվող տրանսպորտային ընկերությունում։ Լոնը մատներով անցավ եզրերում արդեն մաշված կտորի վրայով, զգալով այն ամենի ծանրությունը, ինչ խորհրդանշում էր այդ պիջակը, զոհաբերություն, արժանապատվություն, հույս, որ մի օր ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Նա հիանալի հիշում էր այն օրը, երբ հայրը տուն եկավ այդ կոստյումով, գրեթե 10 տարի առաջ։ Վարդանը փայլում էր, նրան նոր էին բարձրացրել պաշտոնում, դարձնելով վերահսկիչ մի պաշտոն, որին նա ձգտել էր տարիներ շարունակ։ Կոստյումը գնել էր 12 ամսվա ապառիկով Մալաթիայի շուկայի խանութներից մեկում, խնամքով ընտրել էր յուրաքանչյուր մանրուք, 3 անգամ փորձել էր, նախքան որոշում կայացնելը։ Այդ գիշեր նրանք ընտրեցին բրինձ, կարտոֆիլ, տապակած հավ, համեստ, բայց խորիմաստ տոնակատարություն։ Հայրը խոսում էր այն մասին, թե ինչպես ամեն ինչ կբարելավվի, թե ինչպես վերջապես կկարողանա ավելի լավ կյանք ապահովել ընտանիքի համար, արել Լոնի մասնավոր դպրոցի համար, որպեսզի նա ավարտի ավագ դպրոցը։ Նրա աչքերը փայլում էին այնպես, որ որդին երբեք չմոռացավ։ Բայց կյանքը դաժան կերպով խլում է հույսերը նրանց ձեռքից, ովքեր դրանց կարիքն ամենաշատն ունեն։ 3 տարի անց Վարդանը ուշաթափվեց ընկերության բակում ամռան հատկապես շոգ օրերից մեկի ընթացքում։ Գործընկերներն ասում էին, որ նա շաբաթներ շարունակ բողոքում էր հոգնածությունից, բայց ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձրել։ Բժշկական եզրակացության մեջ նշված էր ծայրահեղ հյուծվածություն, անվերահսկելի բարձր ճնշում, մի սիրտ, որը պարզապես այլս չէր դիմացել կրկնակի հերթափոխերի ռիթմին, անվերջ արտաժամյա աշխատանքին, մի ղեկավարի մշտական ճնշմանը, ով միայն արդյունքներ էր պահանջում, երբեք չհարցնելով, թե մարդիկ ինչպես են։ Լոնն ընդամենը 19 տարեկան էր, երբ մնաց միայնակ, պատասխանատու Անահիտի համար, ով այն ժամանակ ընդամենը 1.5 տարեկան էր։ Մայրը հեռացել էր ծննդաբերությունից անմիջապես հետո, տան 2 տղամարդկանց թողնելով բոլորովին շփոթված, թե ինչպես խնամել նորածնին։ Այժմ, նայելով կոստյումին, որը հայրը հագել էր ընդամենը 5 անգամ մահից առաջ, Լոնը զգում էր, թե ինչպես է այդ պատասխանատվության բեռն էլ ավելի ուժեղ սեղմում իրեն։ Անահիտը 8 տարեկան էր, խելացի աղջիկ, լի երազանքներով, ապագայի մասին անհնարին հարցերով։ Նա չէր հիշում հորը, բայց անգիտակցաբար կրում էր նրա շարժուձը, ճակատը կնճռոտելու ձը, երբ կենտրոնացած էր, բարձր ու վարակիչ ծիծաղը, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Հենց նրա համար էր, որ Լոնը վերսկսել էր ուսումը, գիշերները հաճախելով համակարգերի վերլուծության տեխնիկական դասընթացների, մինչ ցերեկներն աշխատում էր, արկղեր տեղափոխելով պահեստներում, սուպերմարկետներում, շուկաներում, ցանկացած բան, որը կվճարեր վարձը, սեղանին ուտելիք կդներ։ Դրանք 7 տարվա լուռ պայքար էին, գիշերներ, որոնք անցնում էին սովորելով, երբ Անահիտն արդեն քնած էր, ամբողջական կիրակիներ, որոնք նվիրված էին ծրագրավորման վարժություններ լուծելուն հին համակարգչով, որը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ կախվում էր։
Եղել են պահեր, երբ նա մտածել է հանձնվելու մասին, հատկապես, երբ հոգնածությունն այնքան մեծ էր, որ տառերը պարում էին էկրանին, նա այլևս ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Բայց հետո նայում էր քրոջը, որը քնած էր, գրկած փափուկ արջուկը, որը նրանք ստացել էին թաղամասի եկեղեցու Սուրբ Ծննդյան արշավի ժամանակ, գիտեր, որ հանձնվելու իրավունք չունի։ Նա կուրորեն վստահում էր իրեն, հավատում էր, որ եղբայրը կարող է ամեն ինչի, այդ մաքուր ու անվերապահ հավատը միաժամանակ այն ուժն էր, որը նրան ոտքի վրա էր պահում, այն բեռը, որը գրեթե ճզմում էր նրան։ Tech Solutions ընկերությունում կրտսեր վերլուծաբանի թափուր տեղը հայտնվել էր որպես հրաշք հուսահատության մեջ։ Լոնը ամիսներ շարունակ ինքնակենսագրականներ էր ուղարկում, ստանալով միայն լռություն կամ ավտոմատ պատասխաններ, որոնք շնորհակալություն էին հայտնում հետաքրքրության համար, բայց տեղեկացնում, որ իր պրոֆիլը չի համապատասխանում ընկերության կարիքներին։ Նա գիտեր կարդալ տողերի միջ, հասկանում էր, որ պրոֆիլը նշանակում է պաշտոնական փորձ, որը ընկերության կարիքները նշանակում է մասնավոր համալսարանի դիպլոմ, որ չի համապատասխանում քաղաքավարի ձեր ասելու, որ իրն ման մարդիկ ցանկալի չեն այդ տարածքներում։ Բայց նա շարունակում էր փորձել, որովհետև հանձնվելը կնշանակեր ընդունել մի ճակատագիր, որը նա հրաժարվում էր գրկել։ Երբ Tech Solutions-ից նամակը եկավ, Լոնը ստիպված եղավ 3 անգամ կարդալ, հավատալու համար, որ դա իրական է։ Ընկերությունը փնտրում էր բազմազան տաղանդների, տարբեր պատմություններ ունեցող մարդկանց, մասնագետների, ովքեր կարող էին նոր հեռանկարներ բերել արագ աճող թիմին։ Ընտրության գործընթացը մի քանի փուլ ուներ, սկսած ընկերության գլխամասային գրասենյակում RRS հարցազրույցից, որը գտնվում էր հյուսիսային պողոտայի սրտում գտնվող հայելային ապակիներով տպավորիչ շենքում։ Լոնը ամեն ինչ ուսումնասիրեց Tech Solutions-ի մասին, կարդաց հիմնադրի Խորեն Ասատրյան անունով գործարարի հարցազրույցները, ով 35 տարեկանում տեխնոլոգիական կայսրություն էր կառուցել, բացարձակ զրոյից դառնալով շուկայի առաջատար։ Խորենի պատմությունը ոգեշնչող էր մի նույն ժամանակ վախեցնող։ Նա Հայաստան էր եկել դեռ մանուկ հասակում, ընտանիքի հետ փախչելով մերձավոր Արելքի հակամարտություններից։ Մեծացել էր, օգնելով հորը Տիգրան Մեծի պողոտայի էլեկտրոնիկայի փոքրիկ խանութում։ Նա բնատուր տաղանդ ուներ հասկանալու, թե ինչպես են աշխատում իրերը, տպավորիչ հեշտությամբ քանդում էր համակարգիչներն ու սարքավորումները, գումար էր խնայում, մինչ կարողացավ բացել իր սեփական տեխնոլոգիական խորհրդատվական ընկերությունը։ 10 տարի անց Tech Solutions-ը Երանի ամենահեռանկարային ընկերություններից մեկն էր, կարճ պայմանագրերով նորարարության համբավով, որը գրավում էր շուկայի լավագույն մասնագետներին։ Լոնը ձեռքն անցկացրեց գանգուր մազերի միջով, մեկ անգամ ուղղեց կոստյումը, վերցրեց արհեստական կաշվից պայուսակը, որը գնել էր Մալաթիայի օգտագործված իրերի խանութից։ Դրա մեջ, թափանցիկ թղթապանակում խնամքով դասավորված, գտնվում էին փաստաթղթերը, որոնք պատմում էին իր պատմությունը, տեխնիկական դասընթացի դիպլոմը, անվճար առցանց դասընթացների հավաստագրերը, որոնք նա անցել էր կիրակի օրերին, երաշխավորական նամակները դասախոսներից, ովքեր հավատացել էին նրան, երբ ուրիշ ոչ ոք չէր հավատում, հատուկ թղթի վրա տպված ինքնակենսագրականը, որը արժեցել էր 5000 դրամ արագ տպագրության սրահում։ Յուրաքանչյուր թերթը ներկայացնում էր մի փոքրիկ հաղթանակ, ապացույց, որ նա արժեք ուներ, որ արժանի էր այդ հնարավորությանը։ Նա ստուգեց խոհանոցի պատիժամացույցը մտովի հաշվարկներ արեց, որոնք արդեն տասնյակ անգամ կրկնել էր նախորդ գիշեր։ Առավոտյան 5:10 էր։ Կենտրոն գնացող ավտոբուսը 6:15-ին անցնում էր գլխավոր պողոտայի կանգառով։ Ուղղությունը տում էր մոտավորապես 1 ժամ 20 րոպե, հաշվի առնելով այդ հինգշաբթի օրվա խիտ երթևեկությունը։ Հարցազրույցը նշանակված էր առավոտյան 8-ին։ Եթե ամեն ինչ լավ ընթանար, նա կհասներ 20 րոպե շուտ, բավականաչափ ժամանակ զուգարան գնալու, դեմքը լվանալու, խորը շունչ քաշելու հոգեբանորեն նախապատրաստվելու այն պահին, որը կարող էր ամեն ինչ փոխել։ Նա պարզ սուրճ պատրաստեց, կերավ 2 կտոր հաց մարգարինով, արագ լոգանք ընդունեց ցնցուղի տակ, որը վատ էր տաքանում պահանջում էր բարդ պար, գտնելու այն ճիշտ անկյունը, որտեղից ջուրն ավելի քիչ սառն էր դուրս գալիս։ Երբ ավարտեց հագնվելը, ստուգեց իրեն զուգարա։ Մի ճաքած հայելու մեջ, զգաց, թե ինչպես մի հուզմունքի նոպա անցավ կրծքով։ Ահա նա, Լոն Հենրիկի Սարգսյան, Վարդանի որդին, Անահիտի եղբայրը, Մուրացանի փողոցի առանց վերելակի շենքի 203 բնակարանի բնակիչը, հագին հոր կոստյումը կրելով երազանքներ, որոնք չափազանց մեծ էին այդ նիհար մարմնում տեղավորվելու համար, որն այդքան մաշվել էր ծանր աշխատանքից, քիչ սննդից։ Նա վերադարձավ սենյակ, նստեց մահճակալի եզրին։ Անահիտը շարժվեց, արջուկն ընկավ հատակին, նա դանդաղ բացեց աչքերը, դեռ քնաթաթախ։
Երբ տեսավ եղբորն այդպես հագնված, ամբողջովին կոկիկ այն կոստյումով, որը նա տեսել էր միայն հին լուսանկարներում, մի հսկայական ժպիտ լուսավորեց նրա դեմքը։ «Լոն, դու շատ գեղեցիկ ես», ասաց նա նոր արթնացած մարդու խռպոտ ձայնով։ «Դու կստանաս այդ աշխատանքը, ես գիտեմ, որ կստանաս»։ Նա կոկորդում հանգույց զգաց, այնպիսի հուզմունք, որը միաժամանակ ցավեցնում է, տաքացնում։ Նա կռացավ մահճակալի կողքին, բռնեց քրոջ փոքրիկ ձեռքը իր ծանրություն կրելուց կոշտացած ձեռքերի մեջ։ «Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ, Անի։ Ոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ այս տեղը ստանալու համար։ Եթե ես ստանամ այս աշխատանքը, մեր կյանքը կփոխվի։ Դու կկարողանաս ունենալ քո սեփական իրերը, քո սեփական նոր խաղալիքները, այլևս ստիպված չես լինի հագնել դպրոցի նվիրաբերած համազգեստը։ Մենք կկարողանանք ավելի լավ սնվել, գուցե նույնիսկ տեղափոխվենք մի տեղ, որտեղ պատերին ավելի քիչ խոնավություն կա»։ Անահիտը ուժգին սեղմեց նրա ձեռքը, մի տպավորիչ ուժ այդքան փոքր աղջկա համար։ «Ինձ այդ բաները չեն հետաքրքրում, Լոն։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու լավ լինես, որ այդքան հոգնած չլինես անընդհատ։ Հայրիկը հոգնածությունից մահացավ, ես չեմ ուզում, որ նույնը քեզ հետ պատահի»։ Քրոջ խոսքերը Լոնին հարվածեցին ինչպես հարված Ստամոքսին։ Նա փոքր էր, բայց շատ ավելին էր հասկանում, քան նա պատկերացնում էր։ Նա աղջկան քաշեց իր մոտ, ամուր գրկելով, զգալով, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը, բայց հրաժարվելով թույլ տալ, որ դրանք թափվեն։ «Ինձ հետ ոչինչ չի պատահի, Անի։ Ես խոստանում եմ։ Այսօր ես կգնամ այդ հարցազրույցին, ցույց կտամ նրանց, որ ես գիտեմ, թե ինչպես անել այդ աշխատանքը, որ ես շատ եմ սովորել, արժանի եմ այդ տեղին։ Եվ երբ այսօր երեկոյան տուն վերադառնամ, մենք կնշենք, նույնիսկ եթե չստացվի։ Միայն փորձելն արդեն հաղթանակ է»։ Նա մի փոքր հեռացավ, նայեց նրա աչքերին այն լրջությամբ, որը միայն երեխաները կարող են ունենալ։ «Կստացվի, Լոն։ Ես քեզ հավատում եմ, ինչպես ոչ ոք։ Դու աշխարհի ամենալավ եղբայրն ես, ցանկացած ընկերություն, որը քեզ աշխատանքի կվերցնի, շատ բախտավոր կլինի»։ Նա համբուրեց քրոջ ճակատը, ուղղեց արջուկը նրա կողքին մահճակալի վրա, վերցրեց պայուսակը, դուրս եկավ բնակարանից, նախքան հուզմունքը կստիպեր նրան փլուզվել։ Նա իջավ 3 հարկի աստիճաններով, ամուր բռնած ժանգոտ բազրիքից, անցավ փոքրիկ բակը, որտեղ դռնապանն արդեն արթուն էր, ավլելով գիշերը թափված չոր տերները, դուրս եկավ երանյան լուսաբացի դեռս մութ փողոց։ Մինչ ավտոբուսի կանգառ ոտքով 10 րոպեի ճանապարհ էր։ Լոնը գիտեր այդ ճանապարհի յուրաքանչյուր քարը, վատ պահպանվող ասֆալտի յուրաքանչյուր փոսը, յուրաքանչյուր անկյուն, որտեղ փողոցային վաճառողները սկսում էին իրենց կրպակները դնել ալը ծագելու առաջ։ Նա ողջունեց տիկին Մարինեին, ով անկյունի կրպակում սուրճ ու հաց էր վաճառում, ձեռքով արեց պարոն Հակոբին, ով 30 տարի շարունակ ամեն օր 5:30 բացում էր հացի փուռը։ Այս մարդիկ իր համայնքն էին, մարդիկ, ովքեր ամեն օր պայքարում էին արժանապատվորեն գոյատելու համար մի քաղաքում, որը կարծես թե տեղ չուներ նրանց համար, ովքեր արտոնություններով չէին ծնվել։ Նա հասավ ավտոբուսի կանգառ ճիշտ 6:10-ին։ Արդեն մի փոքր խումբ սպասում էր, տնային աշխատողներ, մաքուր լավ արդուկված համազգեստներով, անվտանգության աշխատակիցներ, որոնք ավարտում էին գիշերային հերթափոխը հոգնածությունից կարմրած աչքերով, պետական համալսարանների ուսանողներ, որոնք կրում էին գրքերով, երազանքներով լի ծանր ուսապարկեր։ Բոլորը կիսում էին լուր հաշտվողականության նույն արտահայտությունը, վստահությունը, որ օրը երկար ու դժվար է լինելու, բայց որ այլ ընտրություն չկա, քան դիմակայել դրան ամբողջ հնարավոր ուժով։ Ավտոբուսը ժամանեց 6:18-ին, 3 րոպե ուշացումով, բայց դեռս ընդունելի սահմաններում։ Լոնը մտավ հետի դռնով, ավերացրեց միասնական տրանսպորտային քարտը, որը լիցքավորել էր նախորդ օրը վարձը վճարելուց հետո մնացած վերջին դրամներով, սկսեց տեղ փնտրել, որտեղ կարող էր նվազագույնս հարմարավետ լինել ուղղորության ընթացքում։ Տրանսպորտային միջոցն արդեն լեփ-լեցուն էր, ինչպես միշտ այդ ժամին, հոգնած մարմինների մի կույտ, որոնք սեղմվում էին չափազանց փոքր տարածքում այդքան շատ մարդկանց համար։ Նա կարողացավ տեղ գտնել պատուհանի մոտ, ոտքի վրա, բռնած երկաթե ձողից, որը ճոճվում էր վարորդի յուրաքանչյուր կտրուկ արգելակման ժամանակ։ Նա պայուսակը դրեց ոտքերի արանքում, հանեց հեռախոսը գրպանից, որոշելով այդ ժամանակն օգտագործել հարցազրույցի հնարավոր հարցերը մտովի վերանայելու համար։ Նա ամեն ինչ գրել էր նոթերի հավելվածում, հարցեր մասնագիտական փորձի, տեխնիկական գիտելիքների, անձնական նախագծերի, կարիերայի ակնկալիքների մասին։
Յուրաքանչյուր հարցի համար նա մշակել էր խնամքով պատասխաններ, հավասարակշռելով ազնվությունն ու ռազմավարությունը, ցույց տալով իր հմտությունները առանց ամբարտավան հնչելու, ընդունելով իր սահմանափակումները առանց անվստ երալու։ Նա այնքան էր կենտրոնացած հեռախոսի էկրանին, որ գրեթե չնկատեց, երբ ավտոբուսը սովորականից մի փոքր ավելի երկար կանգ առավ Հարան թաղամասի կանգառում։ Բայց հետո մի շարժում գրավեց նրա ուշադրությունը։ Մի դայակ արագորեն բարձրացավ արջի դռնով, ձեռքից քաշելով մի փոքրիկ աղջկա, ոչ ավելի, քան 4 տարեկան։ Երեխան ակնհայտորեն այլ սոցիալական դասից էր, նրա թանկարժեք բրենդային վերարկուն լավ կարված զգեստը բոլորովին անհամապատասխան էին շրջապատող միջավայրին։ Նա ուներ նուրբ դիմագծեր, բաց մաշկ, հսկայական շագանակագույն աչքեր, որոնք կարծես թե ամեն ինչ դիտում էին հետաքրքրությամբ մի փոքր վախով։ Դայակը տեսանելիորեն նյարդայնացած էր, անընդհատ նայում էր հեռախոսին, արագ հաղորդագրություններ գրում, միաժամանակ փորձելով հավասարակշռել աղջկան ուսին կախված մեծ պայուսակը։ Լոնը լսեց հեռախոսազրույցի պատառիկներ, որը նա ունենում էր, իր կողքով անցնելիս նստելու տեղ փնտրելով։ Այո, պարոն Ասատրյան, ես Յասմինին տանում եմ հիվանդանոց, ձեր խնդրած հետազոտություններն անելու։ Վարորդի մեքենան արհեստանոցում է, դրա համար։ Ավտոբուս նստեցի։ Այո, գիտեմ, որ կնախընտրեիք տաքսի օգտագործեի, բայց հավելվածով այս ժամին անհնար է մեքենա գտնել։ Ժամանակին կհասնենք, կարող եք հանգիստ լինել։ Նրա ձայնը մի փոքր դողում էր, ասես գործ ուներ գծի մյուս կողմում գտնվող շատ պահանջկոտ մեկի հետ։ Լոնը դիտեց, թե ինչպես դայակը վերջապես տեղ գտավ ավտոբուսի կեսում, աղջկան նստեցնելով իր կողքին։ Յասմինը կարծես անհարմար էր զգում, շուրջը նայելով այն շփոթված արտահայտությամբ, որը բնորոշ է մեկին, ով երբեք լեփ-լեցուն ավտոբուսում չի եղել։ Նրա թանկարժեք հագուստը, փափուկ կաշվե կոշիկները, ամեն ինչ նրա վրա գոռում էր, որ սա իր միջավայրը չէ, որ նա պատկանում է սրանից տարբեր աշխարհի։ Լոնը իր ուշադրությունը վերադարձրեց հեռախոսին, փորձելով չշեղվել։ Յուրաքանչյուր րոպեն հաշվի էր առնվում, մտավոր նախապատրաստության յուրաքանչյուր վայրկյանը կարող էր տարբերություն ստեղծել հարցազրույցի ժամանակ։ Բայց ինչ-որ բան կար այդ տեսարանում, այդ փոքրիկ երեխայի խոցելիության մեջ օտար միջավայրում, որը ինչ-որ բան շարժեց նրա ներսում։ Նա հիշեց, թե ինչպես էր ստիպված լինում անահ իտին մանկապարտեզ տանել առաջին տարիներին, թե ինչպես էր նա վախենում այդքան անծանոթ մարդկանց մեջ, թե ինչպես էր նրա ներկայության կարիքն ունենում, իրեն ապահով զգալու համար։ Ավտոբուսը շարունակում էր իր քաոսային երթուղին Երանի փողոցներով, կանգնելով կտրուկ մեկնարկելով, ուղորներին ճոճելով մի կողմից մյուսը, ասես նրանք կարտոֆիլի պարկեր լինեին։ Լոնը ստուգեց ժամացույցը, 6:45։ Նա գրաֆիկի մեջ էր։ Եթե ամեն ինչ նույն տեմպով շարունակվեր, նա կհասներ հյուսիսային պողոտա մոտավորապես 7:30-ին, բավականաչափ ժամանակ կունենար հոգեբանորեն նախապատրաստվելու հարցազրույցից առաջ, որը կարող էր ընդմիշտ փոխել իր կյանքը։ Հենց այդ ժամանակ դա տեղի ունեցավ։ Վարորդը, զայրացած մի մեքենայից, որը խանգարել էր իրեն երթևեկության մեջ, կտրուկ արգելակեց։ Ամբողջ ավտոբուսը ցնցվեց։ Բողոքի ճիչեր հնչեցին ամբողջ տրանսպորտային միջոցում։ Եվ հետո մի տարբերվող ձայն կտրեց օդը, երեխայի վախեցած լացը։ Լոնն արագ շրջեց գլուխը, տեսավ այն տեսարանը, որը կստիպեր իր սրտին արագ բաբախել։ Յասմինը կտրուկ արգելակումից սահել էր։ Նստա տեղից։ Նրա փոքրիկ ու փխրուն մարմինն ընկել էր միջանցքում, գլուխը ուժգին հարվածելով մաշված ռետինե հատակին։ Դայակն անմիջապես խուճապի մատնվեց, թողնելով հեռախոսը նետվելով հատակին, աղջկան վերցնելու։ Բայց ինչ-որ բան այն չէր, շատ այն չէր։ Յասմինը ոչ միայն վախից էր լացում, նա դժվարությամբ էր շնչում, դեմքը գունատվում էր, աչքերը լայնանում էին խուճապից, մինչ փորձում էր օդ քաշել չէր կարողանում։ Լացը սկսեց դառնալ անկանոն, ընդհատվող, հուսահատ։ Ինչ-որ մեկը շտապօգնություն կանչի, գոռաց դայակը, ձայնը խեղդված խուճապից։ Խնդրում եմ, նա վնասվել է, նա չի կարողանում նորմալ շնչել։ Լոնը զգաց, թե ինչպես ամբողջ մարմինը լարվեց։ Նա շուրջը նայեց, տեսավ այն, ինչ միշտ տեսնում էր նման պահերին, մարդիկ հայացքները փախցնում էին, ծածնում էին, թե չեն հասկանում, ծածնում էին, թե ոչինչ չեն տեսնում։ Վարորդը օգնելու փոխարեն սկսեց բարձրաձայն բողոքել, որ չի կարող հիվանդ երեխա ունենալ իր ավտոբուսում, որ դա ամեն ինչ հետ է գցում, որ ինքը գրաֆիկ ունի պահպանելու։ Դայակը փորձում էր հանգստացնել աղջկան, բայց այնքան յարդայնացած էր, որ ձեռքերը դողում էին, ինքն էլ ճգնաժամի եզրին էր։
Ավտոբուսը շարունակեց շարժվել մի քանի րոպե, իրավիճակն ավելի ու ավելի լարված դառնալով։ Յասմինը շնչահեղձ էր լինում, փոքրիկ արցունքները հոսում էին նրա վախեցած դեմքով, ոչ ոք բացարձակապես ոչինչ չէր անում։ Լոնը ուժգին սեղմեց բռնակը, որից բռնված էր, զգալով հոր կոստյումն իր մաշկին, հիշելով Վարդանի խոսքերը։ Ճիշտը անելը սկզբում գրեթե երբեք հեշտ չէ, Լոն, բայց դա միակ ճանապարհն է հետո խաղաղ լինելու համար։ Եվ հետո, դայակի սարսափի մյուս ուղորների անտարբերության պայմաններում, վարորդը կանգնեցրեց ավտոբուսը անկանոն կանգառում, գրեթե ամայի փողոցի մեջտեղում, որը շրջապատված էր փակ պահեստներով, դեռս փակ դռներով, խանութներով։ Նա բացեց արջի դուռը, խոսեց մի կոշտությամբ, որը օդը կտրեց սրի պես։ Դուք պետք է այստեղ իջնեք։ Ես չեմ կարող շարունակել երթուղին հիվանդ երեխայով ավտոբուսում։ Եթե ուզում եք, մայթից շտապ օգնություն կանչեք։ Այստեղ ես ոչինչ չեմ լուծում։ Դայակը նայեց դուրս, տեսավ դատարկ փողոցը, նրա աչքերում հուսահատությունը բացարձակ էր։ Լոնը զգաց, ասես ժամանակը կանգ էր առել։ Նա նայեց ժամացույցին, առավոտյան 7-ը։ Եթե նա մնար ավտոբուսում, կհասներ հարցազրույցին կատարյալ ժամանակին։ Եթե իջներ օգնելու, կկորցներ ամեն ինչ, բոլոր այդ տարիների պայքարը, բոլոր այդ գիշերները սովորելով, բոլոր այդ հույսերը, որոնք կրում էր իր հետ որպես չափազանց փխրուն գանձ, այդ դաժան աշխարհում գոյություն ունենալու համար։ Նա մտքում տեսավ Անահիտին, քնած, գրկած արջուկը, կուրորեն վստահելով, որ եղբայրը տուն կվերադառնա լավ լուրերով։ Տեսավ խոնավության բիծը բնակարանի առաստաղին, կուտակված հաշիվները, գրեթե դատարկ սառնարանը։ Տեսավ այն ապագան, որը կարող էր ունենալ, եթե պարզապես շարունակեր մնալ ավտոբուսում, եթե ծածներ, թե ոչինչ չի տեսել, եթե թույլ տար, որ ուրիշի կյանքը իր խնդիրը չլինի։ Բայց նա տեսավ հորը, Վարդանին, ուշաթափվելիս ընկերության բակում, հյուծված մի աշխարհ կրելուց, որը երբեք չճանաչեց նրա արժեքը։ Տեսավ իրեն, տարիներ անց, նայելիս հայելու մեջ հարցնելիս, թե ինչպիսի մարդ է դարձել։ Եվ տեսավ այդ փոքրիկ աղջկան վախեցած, դժվարությամբ շնչող, լքված դատարկ փողոցում մի աշխարհի կողմից, որը ոչնչով չէր մտահոգվում, բացի ժամանակացույցերից, շահույթներից։ Լոնը մի վայրկյան փակեց աչքերը, զգաց սրտի այնքան ուժեղ բաբախյունը, որ կարծես ուզում էր դուրս գալ կրծքից, հետո կայացրեց այն որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Կանգնեցրեք ավտոբուսը, գոռաց նա մի ձայնով, որը նույնիսկ ինքը չճանաչեց որպես իրենը։ Ես կիջնեմ օգնելու։ Վարորդը զայրացած հոգոց հանելով կանգնեցրեց։ Լոնը շարժվեց լեփ-լեցուն միջանցքով, հրատապ կերպով ներողություն խնդրելով, ամուր բռնած պայուսակը, որը պարունակում էր իր բոլոր երազանքները։ Երբ մոտեցավ դռանը, վերջին անգամ հետ նայեց, տեսավ ավտոբուսը, որը կտաներ իրեն դեպի իր ապագան, հետո ցատկեց թաց մայթին, որը թրջվում էր սկսվող մանր անձրից։ Դուռը փակվեց նրա հետից վերջնական ձայնով։ Ավտոբուսը շարունակեց իր ճանապարհը, իր հետ տանելով բոլոր մյուս ուղորներին, ովքեր ընտրել էին չտեսնել, չմտահոգվել, չներգրավվել։ Լոնը մի պահ կանգնած մնաց այնտեղ, զգալով, թե ինչպես է մանր անձրը թրջում հոր կոստյումը, սեղմելով պայուսակը կրծքին, մտածում էր, թե արդյոք նա հենց նոր կատարեց իր կյանքի ամենամեծ սխալը, թե միակ արարքը, որը կսահմաներ նրան որպես այն մարդը, որն ուզում էր լինել։ Լոնը վազեց այն մի քանի մետրը, որը բաժանում էր անկանոն կանգառը մայթից, որտեղ դայակը ծնկի էր եկել Յասմինի կողքին։ Աղջիկը շարունակում էր շնչել այդ անկանոն սարսափելի շնչառությամբ, դեմքն ավելի ու ավելի գունատվելով, շուրթերը սկսում էին թակի կապտավուն երանգ ստանալ, ինչը ստիպեց նրա սրտին էլ ավելի արագ բաբախել։ Նա դա տեսել էր նախկինում, տարիներ առաջ, երբ Անահիտը ծանր բրոնխիտի նոպա էր ունեցել, գրեթե խեղդվել էր, մինչ նրանք կարողացել էին հասնել շտապօգնության կենտրոն։ Դայակը կաթվածահար էր խուճապից, ձեռքերն այնքան էին դողում, որ հազիվ էր կարողանում բռնել հեռախոսը։ Լոնը ծնկի իջավ նրանց կողքին, առանց երկու անգամ մտածելու հանեց իր բաճկոնը, զգուշորեն փաթաթեց աղջկան, փորձելով նրան տակ պահել, մինչ մանր անձրը վերածվում էր ավելի ուժեղ անձրի։ Ո՞րն է նրա անունը, հարցրեց նա հաստատակամ, բայց մեղմ ձայնով, փորձելով փոխանցել մի հանգստություն, որը զգալուց հեռու էր։ Յասմին, պատասխանեց դայակը հեկեկոցների միջից։ Նա ասթմա ունի, երբեմն նոպաներ է ունենում, երբ նյարդայնանում է կամ վնասվում։ Ես չգիտեմ ինչ անել, հեռախոսը չի կարողանում զանգել, այստեղ կապ չկա։ Լոնը վերցրեց իր հեռախոսը, ստուգեց, որ թույլ, բայց բավարար կապ կա, հավաքեց շտապօգնության համարը։ Սկզբնական ազդանշանների սպասումը կարծես հավերժություն տեց։ Վերջապես, մի ձա։ Իմ պատասխանեց մյուս կողմից, պրոֆեսիոնալ մեխանիկական։
Շտապ օգնություն, որտեղ եք գտնվում։ Նա շուրջը նայեց, փորձելով որե կողմնորոշիչ գտնել, տեսավ ժանգից ժամանակից մասամբ մաքրված փողոցի ցուցանակ։ Մենք գտնվում ենք Արշակունյաց պողոտայի Շիրակի փողոցի խաչմերուկում, հին քաղաքային շուկայի պահեստների մոտ։ Մոտս մոտավորապես 4 տարեկան երեխա է, որն ընկել է ավտոբուսում, գլուխը հարվածել է, ունի շնչառական լուրջ դժվարություններ։ Նա ասթմայի պատմություն ունի։ Շտապ օգնություն է պետք։ Օպերատորը մի քանի արձանագրային հարցեր տվեց, երեխայի անունը, ճշգրիտ տարիքը, հատուկ ախտանիշները, գիտակից է արդյոք, տեսանելի արյունահոսություն կա։ Լոնը պատասխանեց ամեն ինչին մի ճշգրտությամբ, որը զարմացրեց ինքն իրեն, ձայնը պահելով հաստատուն, նույնիսկ երբ տեսնում էր, թե ինչպես է Յասմինն ավելի ու ավելի դժվարությամբ օդ քաշում։ Դայակը բռնել էր աղջկա ձեռքը, կրկնում էր արաբերեն արտահայտություններ, բառեր, որոնք Լոնը չէր հասկանում, բայց որոնք ակնհայտորեն մխիթարության քնքշության խոսքեր էին։ Շտապ օգնությունը ճանապարհ հին է, պետք է հասնի մոտավորապես 15 րոպեից։ Երեխային տակ պահեք, մի փորձեք շատ շարժել նրան, ուշադիր եղեք կենսական նշաններին, հրահանգեց օպերատորը անջատելուց առաջ։ 15 րոպե։ Լոնը նայեց ժամացույցին, կրծքում ճնշող ծանրություն զգաց։ Արդեն 7:15 էր։ Հարցազրույցը կսկսվեր 45 րոպեից։ Նույնիսկ եթե շտապ օգնությունը հասներ նախատեսված ժամանակին, նույնիսկ եթե նա կարողանար աղջկան ապահով տեղ հասցնել, վազել մեկ այլ ավտոբուս նստելու, նա երբեք ժամանակին չէր հասնի։ Այդ ամբողջ խնամքով պլանավորումը, բոլոր այդ ճշգրիտ ժամանակային հաշվարկները ջուրն էին լցվել։ Բառացիորեն, քանի որ անձն այժմ ավելի ուժեղ էր տեղում, թրջելով նրա կոստյումը, թրջելով արհեստական կաշվե պայուսակը, որը գետնին էր նրա կողքին։ Բայց երբ նա նայեց Յասմինին, այնքան փոքրիկ ու վախեցած, պայքարելով շնչելու համար, մինչ կառչում էր իր բաճկոնից, ասես դա փրկողակ լիներ, բոլոր այդ մտահոգությունները հեռու աննշան թվացին։ Ինչ էր մի աշխատանքի հարցազրույցը երեխայի կյանքի համեմատ։ Ինչ էին իր երազանքները այդ փոխնակ մո հուսահատության դիմաց, ով ակնհայտորեն սիրում էր այդ աղջկան, ասես իր սեփականը լիներ։ Նա սկսեց մեղմորեն խոսել Յասմինի հետ, փորձելով շեղել նրան վախից, շնչառական դժվարությունից։ Պատմեց Անահիտի մասին, թե ինչպես նա էլ էր փոքրիկ, խիզախ, փափուկ արջուկի մասին, որի հետ քնում էր ամեն գիշեր։ Աղջիկը շատ չէր պատասխանում, բայց նրա մեծ աչքերը հարված էին նրան, կարծես այդ հանգիստ ձայնը օգնում էր նրան կենտրոնանալ խուճապից բացի այլ բանի վրա։ Դայակը, ով ներկայացավ որպես Ֆաթիմա, վերջապես կարողացավ մի փոքր ուշքի գալ։ Նա արցունքների միջից բացատրեց, որ 3 տարի աշխատում է Ասատրյանների ընտանիքի համար, որ Յասմինը իր համար դստեր պես է, որ աղջկա հայրը շատ պահանջկոտ պաշտպանող է, որ նա կատաղելու է, երբ իմանա, որ ինքը երեխային վտանգի է ենթարկել, լեփ-լեցուն ավտոբուս նստեցնելով մասնավոր վարորդին սպասելու փոխարեն։ Դուք նրան վտանգի չեք ենթարկել, ասաց Լոնը հաստատակամորեն։ Դա դժբախտ պատահար էր։ Այդպիսի բաներ պատահում են։ Այժմ կարևորն այն է, որ նա օգնություն ստանա, դա է, ինչ մենք կանենք։ Բայց պարոնա Սատրյանը ինձ կհեռացնի։ Ես գիտեմ, որ կհեռացնի։ Նա ինձ վստահում է իր դստեր խնամքը, ես ձախողվեցի, լացում էր Ֆաթիման, մեղքի զգացումը տեսանելիորեն ծանրացել էր նրա ուսերին։ Լոնը ուզում էր ինչ-որ մխիթարական բան ասել, բայց գիտեր, որ իրավասություն չունի խոստումներ տալու, թե աղջկա հայրն ինչ կանի կամ չի անի։ Փոխարենը նա կենտրոնացավ Յասմինին հանգիստ պահելու վրա, անընդհատ ստուգելով, թե արդյոք նա դեռ գիտակից է, շնչում է, թեկուզ դժվարությամբ։ Օպերատորի խոստացած 15 րոպեները դարձան 20, հետո 25։ Յուրաքանչյուր անցնող րոպեի հետ Լոնը տեսնում էր, թե ինչպես են իր հարցազրույցին հասնելու շանսերը լիովին գոլորշիանում։ Արդեն 7:40 էր, երբ վերջապես լսեցին մոտեցող շտապ օգնության մեքենայի ազդանշանը։ Ձայնը միաժամանակ հսկայական թեթացում էր, վերջնական հաստատում, նա բաց էր թողել հարցազրույցը։ Այդ ամբողջ պայքարը, բոլոր այդ զոհաբերության տարիները, այն հույսը, որն այնքան վառ էր փայլել նախորդ գիշեր, ամեն ինչ ավարտվել էր անձրից թաց մայթին, մինչ նա գրկում էր անծանոթ երեխային։ Բուժաշ խատողներն արագ իջան, վարժված մասնագետներ, որոնք իրավիճակը գնահատեցին վայրկյանների ընթացքում։ Նրանք արագ հարցեր տվեցին Ֆաթիմային Յասմինի բժշկական պատմության մասին, ստուգեցին կենսական նշանները, թթվածին տվեցին երեխաների համար հարմարեցված փոքրիկ դիմակով։ Աղջիկը սկսեց մի փոքր ավելի լավ շնչել, գույնը դանդաղ վերադառնում էր նրա վախեցած դեմքին։ Մենք պետք է նրան անմիջապես հիվանդանոց տանենք։
Ով կուղեկցի, հարցրեց բուժաշխատողներից մեկը, մինչ նրանք պատրաստում էին շարժական պատգարակը։ Ֆաթիման փորձեց ոտքի կանգնել, բայց ոտքերն այնքան էին դողում, որ քիչ մնաց ընկներ։ Վախի ուշացած ցնցումը տիրում էր նրա մարմնին։ Լոնը բռնեց նրա թից, օգնեց կայունանալ, նայեց բուժաշխատողներին։ Ես կգամ շտապ օգնության մեքենայով։ Նա ի վիճակի չէ միայնակ ուղեկցել, աղջկան պետք է մեկը, ով կարող է պարզ պատասխանել բժիշկների հարցերին։ Բուժաշխատողը գլխով արեց, ընդունելով այդ որոշման տրամաբանությունը։ Նրանք օգնեցին Ֆաթիմային առաջինը բարձրանալ, հետո տեղավորեցին Յասմինին պատգարակի վրա, զգուշորեն ամրացնելով, որպեսզի ճանապարհին չվնասվի։ Լոնը վերջինը բարձրացավ, գրելով իր թրջված պայուսակը, հոր կոստյումը անհարմար կերպով կպած թաց մարմնին։ Մինչ շտապօգնության մեքենան արագանում էր դեպի մոտակա հիվանդանոց, նա արագ հաղորդագրություն ուղարկեց Tech Solutions-ի էլեկտրոնային հասցեին, հակիրճ բացատրելով, որ ընտանեկան արտակարգ իրավիճակ է ունեցել, չի կարողանա ներկայանալ հարցազրույցին այդ ժամին։ Մանրամասների մեջ չմտավ, չուզեց թվալ, թե արդարացումներ է հորինում։ Պարզապես տեղեկացրեց փաստի մասին, ներողություն խնդրեց անհարմարության համար։ Ավտոմատ պատասխանը գրեթե անմիջապես եկավ, շնորհակալություն հայտնելով կապի համար, տեղեկացնելով, որ մարդկային ռեսուրսների բաժինը շուտով կապ կհաստատի։ Լոնը գիտեր կարդալ տողերի միջ։ Դա ստանդարտ պատասխան էր չներկայացած թեկնածուների համար։ Նրանք չէին վերանշանակի։ Նրանք տասնյակ, գուցե հարյուրավոր այլ թեկնածուներ ունեին, որոնք սպասում էին այդ հնարավորությանը։ Նա ընդամենը մեկ թիվ էր, մեկ մարդ, ով չկարողացավ կատարել պարտաճանաչության հիմնական պարտավորությունը։ Նա գլուխը հենեց շտապօգնության մեքենայի սառ ըպատին, փակեց աչքերը, զգալով այն ամենի ծանրությունը, ինչ հենց նոր կորցրել էր։ Ինչպես էր բացատրելու Անահիտին։ Ինչպես էր նայելու քրոջ աչքերին, ասելու, որ Դենը նետել միակ իրական հնարավորությունը, որ նրանք ունեին այդ դժվար կյանքից դուրս գալու համար։ Նա կհասկանար, հավանաբար նույնիսկ կասեր, որ ինքը ճիշտ բան է արել, բայց դա չէր փոխում այն փաստը, որ վարձը ուշացած էր, որ սառնարանը դատարկ էր, որ այն երազանքները, որոնք նա կրում էր այդ առավոտ, խեղդվել էին անձրի մեջ այդ թրջված կոստյումի հետ միասին։ Պետական հիվանդանոցը, ուր նրանց տարան, ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Լոնը հիշում էր բոլոր այն անգամներից, երբ ստիպված էր եղել Անահիտին բերել նեղ միջանցքներ, ախտահանիչի սուր հոտ, խառնված տառապող մարդկանց հոտի հետ, ներկի կարիք ունեցող պատեր, կոտրված պլաստիկ աթոռներ սպասասրահում։ Բժշկական անձնակազմն անմիջապես ընդունեց Յասմինին, գիտակցելով դեպքի հրատապությունը։ Հոգնած, բայց ուշադիր աչքերով մի երիտասարդ բժշկուհի արագ գնահատում կատարեց, մի շարք հետազոտություններ նշանակեց, տոմոգրաֆիա ստուգելու, թե արդյոք քնքնելը գանգուղեղային վնասվածք է առաջացրել, կրծքավանդակի ռենտգեն, շնչառական վիճակը գնահատելու համար, արյան անալիզներ, այլ բարդություններ բացառելու համար։ Լոնն ու Ֆաթիման մնացին շտապօգնության սենյակից դուրս, նստած այն անհարմար աթոռներին, որոնք կարծես նախագծված էին սպասումն էլ ավելի տանջալի դարձնելու համար։ Ֆաթիման չէր դադարում լացել իրեն մեղադրել, կրկնելով, որ պետք է սպասեր մասնավոր վարորդին, որ երբեք չպետք է աղջկան այդ ավտոբուսը նստեցներ։ Լոնը փորձում էր մխիթարել նրան, բայց իր իսկ խոսքերը դատարկ էին հնչում նույնիսկ իր համար։ Նա հյուծված էր, ֆիզիկապես, էմոցիոնալ առումով սպառված, այն ամենի իրականությունը, ինչ հենց նոր կորցրել էր, սկսում էր ծանրանալ նրա կրծքին ժայռի պես։ Առավոտյան 9:20 էր, երբ միջանցքի իրարանցումը բոլորովին այլ երանգ ստացավ։ Մի խումբ մտավ հիվանդանոցի գլխավոր դռնով մի հրատապությամբ, որը ստիպում էր մարդկանց ավտոմատ կերպով մի կողմ քաշվել, 3 կոստյումներով, ականջակալներով անվտանգության աշխատակիցներ, մի էլեգանտ օգնական, գրելով բնական կաշվից պայուսակ։ Պլանշետ, կենտրոնում մոտավորապես 35 տարեկան մի տղամարդ, բարձրահասակ, արաբական ընդգծված դիմագծերով, հագին մի կոստյում, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Լոնը վաստակում էր ֆիզիկական աշխատանքի մի ամբողջ տարում։ Եթե դուք լինեիք Լոնի տեղում, կիջնեիք ավտոբուսից աղջկան օգնելու, նույնիսկ իմանալով, որ կկորցնեք ձեր կյանքի հարցազրույցը։ Մեկնաբանեք ներքում, պատմեք մեզ, թե ինչ կանեիք դուք։ Խորեն Ասատրյանն անցավ այդ միջանցքով, ասես հիվանդանոցի տերը լիներ, բայց նրա դեմքին ինչ-որ բան կար, որը փողի ամբարտավանությունից անդին էր, դա մաքուր վախ էր, հոր հուսահատություն, մեկի սարսափը, ով իշխանություն ուներ գրեթե ամեն ինչի վրա, բայց չէր կարող վերահսկել նրա կյանքի փխրունությունը, ում ամենաշատն էր սիրում։ Նա արագ խոսում էր արաբերեն հեռախոսով, բարձր ձայնը արձագանքում էր քերված պատերին, մինչ տեսավ շտապօգնության սենյակից դուրս եկող բժշկուհուն։
Նա ընդհատեց զանգը նախադասության կեսին գրեթե վազեց դեպի բժշկուհին, բառերը դուրս էին գալիս շեշտադրումով անհանգստությամբ լի հայերենով։ Դուստրս։ Յասմին Ասատրյանը, նա լավ է։ Ինձ ասացին, որ նա ընկել է, որ դժվարությամբ է շնչում։ Որտեղ է նա։ Ես պետք է տեսնեմ նրան հիմա։ Բժշկուհին, սովոր հուսահատ հարազատների հետ գործ ունենալուն, բայց ակնհայտորեն վախեցած այդ տղամարդու նրա շքախմբի տպավորիչ ներկայությունից, պրոֆեսիոնալ հանգստությամբ բացատրեց, որ Յասմինի վիճակը կայուն է, որ նախնական հետազոտությունները լուրջ գանգուղեղային վնասվածք չեն ցույց տվել, որ շնչառական նոպան վերահսկվել է, բայց որ ուզում են նրան մի քանի ժամ պահել հսկողության տակ, համոզվելու համար, որ բարդություններ չկան։ Խորենը պնդեց անմիջապես տեսնել դստերը։ Բժշկուհին նրան ներս տարավ, մի քանի րոպե միջանցքում լարված լռություն տիրեց։ Լոնն օգտվեց առիթից, գնալու զուգարան, դեմքը լվանալու, փորձելու մի փոքր ուշքի գալ։ Երբ նա նայեց իրեն հանրային զուգարանի բծավոր հայելու մեջ, տեսավ մի անծանոթի, որը նայում էր իրեն, հոր թրջված ճմրթված կոստյումը, վերնաշապիկը կպած նիհար մարմնին, հոգնածությունից կարմրած աչքերը, չսափրված մորուքը, որը ժամանակ չէր ունեցել կտրելու այդ զբաղված առավոտյան։ Ուղիղ այն տեսքն ուներ, ինչ կար մեկը, ով հենց նոր կորցրել էր իր կյանքի հնարավորությունը, չգիտեր, թե ինչպես է գոյատելու հետանքներից։ Երբ վերադարձավ միջանցք, լսեց ձայներ, որոնք գալիս էին շտապօգնության սենյակից։ Խորենը դուրս էր եկել, Յասմինին գրկած։ Աղջիկն արթուն էր, դեռ գունատ, բայց տեսանելիորեն ավելի լավ, գրկել էր հոր պարանոցը, ասես այլս երբեք չէր ուզում բաց թողնել նրան։ Նա արաբերեն բաներ էր շշնջում, անընդհատ համբուրում էր նրա ճակատը, նույնիսկ լեզվական պատնեշի միջով հնարավոր էր զգալ այդ տղամարդու հուսահատ սերը դստեր հանդեպ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ Ֆաթիմային։ Խորենի դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվեց, քնքշությունը փոխարինվեց սառը վերահսկվող զայրույթով։ Նա Յասմինին տվեց օգնականին չափված ու սպառնալից քայլերով մոտեցավ դայակին։ Ինչպես կարողացար դստերս այսպես վտանգի ենթարկել, Ֆաթիմա։ Ինչպես համարձակվեցիր նրան նստեցնել հանրային ավտոբուս, լեփ-լեցուն, անապահով։ Ես քեզ վստահում էի։ Ես քո աշխատավարձն եմ վճարում, որպեսզի դուստրս ապահով լինի, դու քիչ մնաց նրան սպանեիր ան փութության պատճառով։ Ֆաթիման սկսեց սպազմատիկ լաց լինել, փորձելով բացատրել արհեստանոցում գտնվող վարորդի մասին, այդ ժամին տաքսի գտնելու անհնարինության մասին, թե ինչպես երբեք չի ցանկացել աղջկան վտանգի ենթարկել։ Բայց Խորենին բացատրությունները չէին հետաքրքրում։ Նրա ձայնը բարձրանում էր յուրաքանչյուր նախադասության հետ, գրավելով հիվանդանոցի այլ հիվանդների աշխատակիցների հայացքները։ Հենց այդ ժամանակ Լոնը, ով մինչ այդ զուսպ հեռու էր մնացել, փորձելով չխառնվել ընտանեկան կոնֆլիկտին, տեսավ, որ դա չափն անցնում է։ Նա ծանոթ էր այդ տեսակի զայրույթին, տեսել էր, թե ինչպես են ղեկավարները վերաբերվում աշխատողներին նախկինում, ականատես էր եղել, թե ինչպես են իր իսկ հորը հրապարակավ նվաստացնում սխալների համար, որոնք միշտ չէ, որ իր մեղքն էին։ Եվ ինչ-որ բան նրա ներսում, գուցե նույն մղումը, որը ստիպել էր նրան իջնել ավտոբուսից այդ առավոտ, թույլ չտվեց, որ նա լուռ մնա։ Ներողություն, ասաց նա, ձայնը հաստատուն, բայց հարգալից։ Դուք անարդար եք նրա նկատմամբ։ Խորենը կտրուկ շրջվեց, ասես բոլորովին մոռացել էր, որ այն տեղ այլ մարդիկ էլ կան։ Նրա մուգ աչքերը կենտրոնացան Լոնի վրա մի ինտենսիվությամբ, որը ստիպեց երիտասարդին ցանկանալ հետ քաշվել, բայց նա հաստատուն մնաց։ Եվ ով ես դու, որ ինձ ասես, թե ինչն է արդար կամ ոչ իմ սեփական աշխատակցի հետ, հարցրեց Խորենը, ձայնը վտանգավոր ցածր։ Ես մեկն եմ, ով ավտոբուսում էր, երբ ձեր դուստրը վնասվեց։ Եվ կարող եմ ասել, որ Ֆաթիման արեց այն ամենը, ինչ կարող էր։ Դա դժբախտ պատահար էր, պարոն Ասատրյան։ Նա սիրում է ձեր դստերը, ցանկացած մեկը կարող է դա տեսնել։ Ինչ տեղի ունեցավ, նրա մեղքը չէր։ Օգնականը ինչ-որ բան շշնջաց Խորենի ականջին, հավանաբար խորհուրդ տալով չվիճել անծանոթների հետ հանրային հիվանդանոցում։ Բայց նա անտեսեց, մի քայլ արեց դեպի Լոնը, նրան գնահատելով վերից վար, թրջված ճմրթված կոստյումը, հին պայուսակը, մաշված կոշիկները։ Դու ավտոբուսում էիր, կրկնեց Խորենը, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Եվ ով ես դու, ճշգրիտ։ Նախքան Լոնը կկարողանար պատասխանել, Ֆաթիման միջամտեց, ձայնը դեռ խեղդված, բայց ուժ հավաքելով, երբ պատմում էր ճշմարտությունը։ Նա է, ով փրկեց Յասմինին, պարոն Ասատրյան։
Երբ նա ընկավ, սկսեց վատանալ, երբ վարորդը մեզ դուրս հանեց ավտոբուսից դատարկ փողոցի մեջտեղում, բոլոր մյուս ուղորները ձացրին, թե ոչինչ չեն տեսել։ Բայց նա իջավ։ Թողեց այն ամենը, ինչ անում էր, իջավ ավտոբուսից, մնաց մեզ հետ։ Նա էր, ով զանգեց շտապօգնություն, ով հանգստացրեց Յասմինին, ով օգնեց ինձ, երբ ես խուճապի մատնվեցի։ Նա եկավ շտապօգնության մեքենայով, մինչ այստեղ միայն չմտավ շտապօգնության սենյակ, որովհետև ես ասացի, որ լավ կլինեմ։ Այս մարդը փրկեց ձեր դստերը, պարոն։ Խորենը երկար պահ լուռ մնաց, մարսելով այդ տեղեկությունը։ Նրա հայացքը Լոնի նկատմամբ նրբորեն փոխվեց, զայրույթը տեղի տվեց մի բանի, որը կարծես զարմանքի զգուշավոր հարգանքի խառնուրդ լիներ։ Դու… Ես դա արել, հարցրեց նա ուղիղ Լոնին, ձայնն այժմ զուրկ այդ նախկին ագրեսիվությունից։ Դու օգնել ես դստերս, չճանաչելով նրան, չիմանալով, թե ով ենք մենք։ Լոնը պարզապես գլխով արեց, չիմանալով ինչ ասել։ Նա դա չէր արել, ճանաչում կամ երախտագիտություն ակնկալելով։ Նա արել էր, որովհետև դա ճիշտ էր, որովհետև էր կարողանա ապրել ինքն իր հետ, եթե երես թեքեր վտանգի մեջ գտնվող երեխայից։ Խորենը հանեց դրամապանակը պիջակի ներքին գրպանից, բարակ կաշվից մի իր, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Լոնի 3 ամսվա վարձը։ Սկսեց թղթադրամներ առանձնացնել, շատ թղթադրամներ, մեկնեց երիտասարդին։ Որքան ես ուզում։ Որն է պատշաճ գումարը, շնորհակալություն հայտնելու մեկին, ով փրկել է դստերս։ Լոնը հետ քաշվեց, ասես փողն այրում էր, ձեռքերը բարձրացրած հրաժարվելով։ Ես փող չեմ ուզում, պարոն։ Ես դրա համար չեմ օգնել։ Խորենը կարծես անկեղծորեն շփոթվեց այդ պատասխանից, ասես չէր կարողանում հասկանալ մեկին, ով լավ բան է անում, առանց ֆինանսական պարկ ակնկալելու։ Նա դանդաղ հետ դրեց փողը, բայց շարունակում էր նայել Լոնին մի արտահայտությամբ, որը խառնում էր հետաքրքրասիրությունը մի բան, որն ավելի դժվար էր սահմանել։ Ապա գոնե ասա անունդ։ Ես պետք է իմանամ այն մարդու անունը, ով փրկել է դստերս։ Լոն Հենրիկի Սարգսյան։ Այդ պահին արհեստական կաշվե պայուսակը, որը Լոնը հենել էր կողքի աթոռին, սահեց ընկավ գետնին, ցրե։ Լով մի քանի փաստաթղթեր։ Խորենի օգնականը, վարժված լինել արդյունավետ, անմիջապես կրացավ օգնելու հավաքել թղթերը։ Երբ նա վերցրեց ինքնակենսագրականը, որն այժմ անձրից բծավորված էր, բայց դեռ ընթեռնելի, նրա աչքերը լայնացան։ Նա բարձրաձայն կարդաց վերնագիրը, գրեթե չհավատալով իր տեսածին։ Tech Solutions։ Հրավեր աշխատանքի հարցազրույցի։ Լոն Հենրիկի Սարգսյան, կրտսեր վերլուծաբանի պաշտոն, այսօրվա ամսաթիվ, ժամը առավոտյան 8։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Խորենը վերցրեց փաստաթուղթը օգնականի ձեռքից ուշադիր կարդաց յուրաքանչյուր տողը, մինչ հասկացողությունը տարածվում էր նրա դեմքին։ Նա նայեց իր թանկարժեք ձեռքի ժամացույցին, տեսավ, որ գրեթե առավոտյան 10 է, հետո նորից նայեց Լոնին բոլորովին փոխված արտահայտությամբ։ Դու այսօր առավոտյան իմ ընկերությունում հարցազրույց ունեիր, ասաց նա, դա հարց չէր, այլ ծանրակշիռ փաստ։ Դու բաց թողեցիր հարցազրույցդ, որովհետև այստեղ էիր, օգնում էիր դստերս։ Լոնը չկարողացավ պատասխանել։ Պարզապես գլխով արեց, զգալով, թե ինչպես է կոկորդի հանգույցն այնքան սեղմվում, վախենում էր հենց այնտեղ փլուզվել, եթե փորձեր խոսել։ Խորենը նայում էր այդ թրջված կոստյումով երիտասարդին, այդ բծավորված ինքնակենսագրականին, որը պատմում էր մեկի պատմությունը, ով պայքարել էր բոլոր հավանականությունների դեմ հասնելու համար, մինչ այստեղ ինչ-որ բան փոխվեց նրա դեմքին։ Հաջողակ գործարարի կոշտությունը տեղի տվեց մի բանի, որն ավելի մարդկային էր, ավելի խոցելի։ Արի ինձ հետ, ասաց նա վերջապես։ Մենք կվերանշանակենք քո հարցազրույցը։ Եվ ես անձամբ ներկա կլինեմ։ Լոնը չգիտեր, ծիծաղի, թե լաց լինի։ Այդ շրջադարձն այնքան անիրական էր, որ վատ ֆիլմի նման էր թվում։ Բայց Խորեն Ասատրյանն արդեն հրամաններ էր տալիս օգնականին, խնդրելով կապ հաստատել մարդկային ռեսուրսների բաժնի հետ, բացատրել իրավիճակը, հրատապ կերպով նոր ամսաթիվ նշանակել։ Հետո շրջվեց դեպի Ֆաթիման, ով դեռ դողում էր վախից թեթացումից։ Դու հեռացված չես, Ֆաթիմա։ Ես սխալ էի, որ գոռում էի քո վրա։ Բայց խնդրում եմ, այլս երբեք դստերս վտանգի մի ենթարկիր։ Եթե վարորդի հետ որե խնդիր լինի, զանգիր ինձ, մեկ այլ մեքենա կանչիր, արա այ։ Ինչ անհրաժեշտ է։ Յասմինը այն ամենն է, ինչ ես ունեմ այս աշխարհում։
Դայակը եռանդուն գլխով արեց, արցունքներն այժմ երախտագիտությունից թեթացումից էին։ Խորենը վերադարձավ Յասմինին վերցնելու, ով հանգիստ մնացել էր օգնականի գրկում, ամեն ինչ դիտելով այդ մեծ ու հետաքրքրասեր աչքերով։ Երբ անցավ Լոնի կողքով, աղջիկը մեկնեց իր փոքրիկ ձեռքը քնքշորեն դիպավ նրա դեմքին, մի պարզ, բայց այնքան անմեղությամբ լի ժեստ, որը ստիպեց նրա աչքերն այրվել հուզմունքից։ «Շնորհակալ եմ», շշնջաց նա դեռ թույլ ձայնով։ «Դու բարի ես»։ Լոնը պարզապես ժպտաց, այն կոտրված ժպիտով, որը բնորոշ է մեկին, ով չափազանց շատ հույզեր է ապրել մի քանի ժամում այլս ուժ չունի ամեն ինչ մարսելու։ Խորենը դիտեց այդ փոխազդեցությունը, ինչ-որ բան սեղմվեց նրա կրծքում։ Այդ երիտասարդը ոչ միայն մեկն էր, ով օգնել էր իր դստերը։ Նա յուրահատուկ մեկն էր, այն տեսակի մարդը, որին աշխարհը փորձում է ճզմել, բայց որը հրաժարվում է կորցնել իր մարդկայնությունը։ 3 օր անց Լոնը նամակ ստացավ Tech Solutions-ից։ Դա այն ավտոմատ սառը պատասխանը չէր, որին նա սպասում էր։ Դա անձնական հաղորդագրություն էր, ստորագրված մարդկային ռեսուրսների տնօրենի կողմից, որը բացատրում էր, որ ընկերությունը գիտակցում է այն արտակարգ իրավիճակը, որին նա բախվել է, կցանկանար վերանշանակել հարցազրույցը հաջորդ երկուշաբթի առավոտյան 10-ին։ Նամակի վերջում նշում կար. գործադիր տնօրեն Խորեն Ասատրյանը անձամբ կմասնակցի ընտրության գործընթացին։ Երբ Լոնը ցույց տվեց նամակը Անահիտին այդ գիշեր, արագ պատրաստվող Լապշայի պարզ ընթրիքի ժամանակ, որն այն ամենն էր, ինչ նրանք կարող էին իրենց թույլ տալ այդ շաբաթ, աղջիկը ցատկեց աթոռից այնքան ուժեղ գրկեց նրան, որ քիչ մնաց երկուսն էլ ընկնեին հատակին։ Ես գիտեի, Լոն։ Ես գիտեի, որ դու ճիշտ բան ես արել։ Հայրիկը կհպարտանար քեզնով։ Դու օգնեցիր այդ աղջկան, հիմա նոր հնարավորություն ես ստանում։ Լավ բաները պատահում են նրանց հետ, ովքեր ճիշտն են անում, նույնիսկ երբ դա դժվար է։ Լոնը հետ գրկեց քրոջը, զգալով, թե ինչպես են արցունքները վերջապես ազատ հոսում։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, աշխարհն այն քան էլ դաժան չէ, որքան միշտ թվացել է։ Որ երբեմն, շատ հազվադեպ, ճիշտ ընտրություններն իսկապես տանում են դեպի ավելի լավ տեղեր։ Որ այն անձրոտ առավոտվա զոհաբերությունը իզուր չէր։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Լոնը կախեց հոր կոստյումը լվացքատան պարանից, որպեսզի լիովին չորանա։ Նա նայեց այդ հագուստի կտորին, որն այնքան բան էր անցել իր հետ, որը թրջվել էր անձրի տակ, մինչ նա կյանք էր փրկում, խորը կապ զգաց Վարդանի հիշատակի հետ։ Հայրը կյանքն անցկացրել էր, փորձելով ճիշտն անել, աշխատելով մինչ լուծվելը, ընտանիքին լավագույնը տալու համար։ Նա երբեք դրա համար ճանաչում չէր ստացել, երբեք չէր տեսել իր երկրորդ հնարավորությունը։ Բայց գուցե, ինչ-որ խորհրդավոր կերպով, Վարդանն այնտեղ էր այդ առավոտ, ուղղորդելով որդու ձեռքերը, շշնջալով նրա ականջին, որ իջնի այդ ավտոբուսից, որ ընտրի կարեկցանքը հարմարավետության փոխարեն։ Եվ հիմա, վերանշանակված հարցազրույցով նոր հնարավորության խոստումով, Լոնը զգում էր, որ վերջապես պատվում է հոր հիշատակը։ Ոչ միայն նրա կոստյումը հագնելով, այլ ապրելով այն արժեքներին համապատասխան, որոնք Վարդանը փորձել էր սովորեցնել, որ բարի լինելը միշտ չէ, որ անմիջական պարտքներ է բերում, բայց դա միակ ճանապարհն է, ինքդ քեզ հետ խաղաղ ապրելու համար։ Որ ճիշտ բան անելը, նույնիսկ երբ դա ամեն ինչ արժե, այն է, ինչը սահմանում է մարդու բնավորությունը։ Եվ որ վերջում, այն մեծ վերջում, որը ոչ ոք չգիտի, թե երբ է գալու, կարևորը ոչ թե այն է, թե որքան գումար ես վաստակել կամ ինչ պաշտոն ես զբաղեցրել, այլ թե քանի կյանքի ես դիպել, քանի մարդու ես օգնել, քանի անգամ ես ընտրել սերը վախի փոխարեն։ Այդ գիշեր, տարիների մեջ առաջին անգամ, Լոնը քնեց առանց հուսահատության ճնշող բեռի իր կրծքին։ Նա քնեց հույսով, իսկական հույսով, որ այն ապագան, որը նա այդքան ջանասիրաբար կառուցել էր, վերջապես հասանելի էր իր ծանր աշխատանքից կոշտացած ձեռքերին։ Եվ որ այս անգամ ոչինչ չէր խանգարի նրան բռնել այդ հնարավորությունը իր մեջ եղած ամբողջ ուժով։ Երկուշաբթին բացվեց Երանի վրա պարզ ու կապույտ երկնքով, այնքան տարբեր այն անձրոտ հինգշաբթիից, որը փոխել էր ամեն ինչ։ Լոնը նորից շուտ արթնացավ, բայց այս անգամ բոլորովին այլ զգացումով կրծք։ Դա ոչ միայն նյարդայնություն էր կամ փխրուն հույս։ Դա ավելի ամուր, ավելի կոնկրետ բան էր, ասես տիեզերքը վերջապես որոշել էր, որ նա արժանի է իրական հնարավորության։ Հոր կոստյումը մաքուր ու չոր էր, խնամքով արդուկված Անահիտի կողմից նախորդ գիշեր, օգտագործելով հին արթուկը, որը մի կողմից չափազանց շատ էր տաքանում, մյուս կողմից քիչ։ Աղջիկը պնդել էր օգնել, ասելով, որ ուզում է, որ եղբայրը հարցազրույցին գնա ամբողջ հնարավոր հաջողությամբ։
Լոնը հագավ հագուստը նույն հարգանքով, ինչ միշտ, բայց այժմ այն կրում էր լրացուցիչ հիշողություն, այդ կտորը պաշտպանել էր վախեցած երեխային, թրջվել էր անձրի տակ, մինչ նա կայացնում էր իր կյանքի ամենադժվար ընտրությունը։ Կոստյումը ոչ միայն հոր ժառանգությունն էր, այլ իր սեփական քաջության վկան։ Այս անգամ նա տնից դուրս եկավ բավականաչափ ժամանակով։ Ավտոբուսի փոխարեն մետրո նստեց, մի փոքր ավելի շատ ծախսելով, բայց ապահովելով բացարձակ պարտաճանաչություն։ Երբ դուրս եկավ երիտասարդական կայարանից, քայլեց հյուսիսային պողոտայով, իրեն փոքր զգաց այդ ապակե պողպատե հսկա շենքերի դիմաց, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր հարստություններ, որոնք նա հազիվ թե կարող էր պատկերացնել։ Tech Solutions-ի գլխամասային գրասենյակը գտնվում էր ամենաժամանակակից շենքերից մեկում, ամբողջովին հայելային, արտացոլելով կապույտ երկինքն այնպես, որ շենքը կարծես լույսից լիներ։ Ընդունարանը լայն ու մինիմալիստական տարածք էր, համարձակ դիզայնով, կահույքով մի ամբողջ պատ, որը ծածկված էր թվային արվեստի ինստալյացիայով, որը փոխում էր գույնն կախված մարդկանց շարժումից։ Լոնն իրեն բոլորովին տեղին չէր զգում այնտեղ, բայց խորը շունչ քաշեց ներկայացավ ընդունարանի աշխատակցուհուն, մի երիտասարդ աղջկա, ով պրոֆեսիոնալ ժպիտով ստուգեց նրա անունը ցուցակում, ուղղորդեց նրան 12-րդ հարկ։ Վերելակը լուռ ու արագ էր, բարձրանում էր մի սահունությամբ, որը կտրուկ հակադրվում էր իր շենքի ճռճռան աստիճաններին։ Երբ դռները բացվեցին, Լոնին դիմավորեց մի օգնական, ով նրան ուղեկցեց բնականորեն լուսավորված միջանցքներով, ապակե պատերով, որոնք ցույց էին տալիս վերջին սերնդի համակարգիչներով լի գրասենյակներ, իրենց էկրաններին կենտրո։ Նացած երիտասարդ մասնագետներ, տեխնոլոգիայով հագեցած խորհրդակցությունների սենյակներ, որոնք նա տեսել էր միայն համացանցի տեսանյութերում։ Նրան տարան ավելի փոքր, բայց դեռս տպավորիչ խորհրդակցությունների սենյակ, բաց գույնի փայտե օվալած սեղանով էրգոնոմիկ աթոռներով, որոնք կարծես թե ավելի թանկ արժեին, քան այն ամենը, ինչ նա ուներ։ 3 հոգի արդեն նստած էին այնտեղ, սպասելով։ Առաջինը մոտավորապես 40 տարեկան մի կին էր, մազերը հավաքված անթերի խրձի մեջ, զուսպ, բայց ակնհայտորեն թանկարժեք հագուստով, սիրալիր, բայց պրոֆեսիոնալ արտահայտությամբ։ Նա ներկայացավ որպես Մարիամ Կարապետյան, մարդկային ռեսուրսների տնօրեն։ Երկրորդը ավելի տարիքով տղամարդ էր, գուցե 50 տարեկան, նիհար, ոսկեգույն շրջանակով, ակնոցներով, մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նրա կոստյումը կատարյալ կարված էր, կեցվածքը մեկինն էր, ով սովոր էր իշխանություն ունենալ, նրա հայացքում ինչ-որ բան կար, երբ գնահատում էր Լոնին, որը երիտասարդին անհարմարություն պատճառեց։ Նա ներկայացավ որպես Ռուբեն Փարսադանյան, տեխնոլոգիաների ավագ մենեջեր։ Վսեղանի գլխին, կաշվե աթոռին հենված, նստած էր Խորեն Ասատրյանը։ Նա հագել էր վերնաշապիկ առանց փողկապի, թքերը մի փոքր բարձրացրած, նրա մուգ աչքերը դիտում էին Լոնին մի ինտենսիվությամբ, որը միաժամանակ վախեցնող էր, քաջալերող։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, Խորենը թեթակի գլխով արեց, մի լուրջ ճանաչում այն ամենի, ինչ տեղի էր ունեցել նրանց մեջ։ «Խնդրեմ, նստեք, պարոն Սարգսյան», ասաց Մարիամը, ցույց տալով սեղանի մյուս կողմի դատարկ աթոռը։ «Սկսենք ձեր կրթության մասնագիտական փորձի մասին մի քանի հարցերից»։ Հաջորդեցին 40 րոպե տեխնիկական հարցեր, գիտելիքների գնահատում, քննարկումներ այն նախագծերի շուրջ, որոնք Լոնը մշակել էր տեխնիկական դասընթացի ընթացքում ազատ ժամերին կատարած զուգահեռ աշխատանքներում։ Նա պատասխանեց ամեն ինչին աճող վստահությամբ, գիտակցելով, որ իսկապես գիտի, թե ինչի մասին է խոսում, որ գիշերները սովորելու բոլոր այդ տարիները իզուր չեն անցել։ Մարիամը կարծես տպավորված էր, անընդհատ նշումներ էր անում, խորացնող հարցեր տալիս, որոնք ցույց էին տալիս անկեղծ հետաքրքրություն։ Բայց Ռուբեն Փարսադանյանը բոլորովին այլ դիրքորոշում ուներ։ Լոնի յուրաքանչյուր պատասխանը ընդունվում էր վատ թաքցրած թերահավատությամբ։ Նա կասկածի տակ էր դնում ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլ երիտասարդի ամբողջ մասնագիտական ուղին։ Այստեղ տեսնում եմ, որ դուք մի քանի ժամանակավոր աշխատանք եք ունեցել, երբեք 1 տարուց ավելի նույն տեղում չեք մնացել։ Սա հավատարմության, կայունության բացակայություն չի ցույց տալիս։ Ինչպես կարող ենք վստահել, որ դուք պարզապես չեք լքի ընկերությունը, երբ ավելի լավ առաջարկ հայտնվի։ Լոնը զգաց հարցի մեջ թակարդը, բայց պատասխանեց ազնվությամբ։ Պարոն Փարսադանյան, ես աշխատել եմ ժամանակավոր աշխատանքներում, որովհետև դրանք միակ հնարավորություններն էին, որ կարողանում էի գտնել, մինչ գիշերները սովորում էի, խնամում էի իմ փոքր քրոջը։ Ինձ ճկուն գրաֆիկ էր պետք, իսկ իմ իրավիճակում գտնվող մեկի համար գոյություն ունեցող մշտական աշխատանքները պահանջում էին այնպիսի հասանելիություն, որը ես չունեի։ Դա հավատարմության բացակայություն չէր, այլ գոյատում։ Այժմ, երբ ավարտել եմ ուսումս,
Քույրս ավելի մեծ է, ես հնարավորություն ունեմ լիովին նվիրվելու մշտական պաշտոնին։ Եվ կարող եմ երաշխավորել, որ երբ ես պարտավորություն եմ ստանձնում, ես այն հասցնում եմ մինչ վերջ։ Պատասխանը լավն էր, բայց Ռուբենը կարծես գոհ չէր։ Նա շարունակեց ավելի ու ավելի ագրեսիվ հարցերով, կասկածի տակ դնելով, թե արդյոք Լոնն իսկապես ունի համապատասխան պրոֆիլ ընկերության մշակույթին ինտեգրվելու համար, թե արդյոք դժվարություն չի ունենա այդքան որակավորված թիմի հետ աշխատելիս, թե արդյոք պատրաստ է բարձր մակարդակի կորպորատիվ միջավայրի պահանջներին։ Խորենը ամեն ինչ դիտում էր լուռ, աչքերը Լոնից Ռուբենին հետ տանելով, ասես գնահատում էր ոչ միայն պատասխանները, այլ այն իշխանական դինամիկան, որը ծավալվում էր այդ սենյակում։ Մարիամը փորձում էր հավասարակշռել իրավիճակը, տալով ավելի չեզոք հարցեր, բայց ակնհայտ էր, որ Ռուբենը ինչ-որ տեսակի ներքին դիմադրություն ուներ Լոնի ներկայության նկատմամբ։ Հարցազրույցի վերջում, երբ Լոնին խնդրեցին սպասել որոշմանը դրսում, Մարիամը, Ռուբենը, Խորենը մնացին միայնակ սենյակում։ Ինչ տեղի ունեցավ այնտեղ, Լոնն իմացավ միայն ամիսներ անց, երբ Մարիամը նրան պատմեց մի վստահության պահին։ Ռուբենը ուղիղ էր իր ընդդիմության մեջ։ Խորեն, ամբողջ հարգանքով, այս տղան չունի այն պրոֆիլը, որը մեզ պետք է։ Նա խելացի է, չեմ ժխտում, բայց գալիս է բոլորովին այլ միջավայրից։ Դժվարություն կունենա հարմարվելու, կորպորատիվ միջավայրի նրբությունները հասկանալու հարցում։ Եվ անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք այստեղ էմոցիոնալ հարցերով ենք առաջնորդվում։ Այն փաստը, որ նա օգնել է ձեր դստերը, չպետք է ստիպի մեզ իջեցնել մեր ընդունելության չափանիշները։ Խորենը լսել էր ամեն ինչ, չընդհատելով, բայց երբ Ռուբենն ավարտեց, նրա պատասխանը հաստատուն էր։ Ռուբեն, այս տղան մեկ եղունգի մեջ ավելի շատ բնավորություն ունի, քան այս ընկերության շատ մարդիկ իրենց ամբողջ մարմնում։ Նա բաց թողեց աշխատանքի հարցազրույցը, իր կյանքի հնարավորությունը, որպեսզի օգնի անծանոթ երեխայի։ Մեր աշխատակիցներից քանիսը իրենց բոլոր ՄԲ-ներով առաջնորդության թրեյնինգներով կանեին նույնը։ Նա ընդունված է։ Եվ դա սակարկելի չէ։ Որոշումը հաղորդվեց Լոն ին դեռ նույն օրը։ Նա կսկսեր աշխատել որպես կրտսեր վերլուծաբան հաջորդ երկուշաբթի օրվանից, մի աշխատավարձով, որը թե համեստ էր Tech Solutions-ի չափանիշներով, ներկայացնում էր 4 անգամ ավելին, քան նա վաստակում էր արկղեր տեղափոխելով։ Երբ ստացավ նորությունը, Լոնը ստիպված եղավ նստել, ոտքերն այնքան էին դողում, որ չէին կարողանում պահել նրան։ Նա հասել էր իր նպատակին։ Ընդդեմ բոլոր հավանականությունների, բոլոր խոչընդոտների, բոլոր այն կառուցվածքի, որը կարծես նախագծված էր նրան միշտ պահելու այնտեղ, որտեղ նա էր, նա հասել էր իր նպատակին։ Tech Solutions-ում առաջին շաբաթները էմոցիոնալ ամերիկյան բլուրներ էին։ Լոնն ամեն օր շուտ էր գալիս, միշտ թիմից առաջինը, ուշ էր գնում, վերջինը, ով անջատում էր համակարգիչը։ Նա գիտելիք էր կլանում սպունգի պես, խելացի հարցեր էր տալիս, ստեղծագործական լուծումներ էր առաջարկում խնդիրների համար, որոնք մյուսները նույնիսկ չէին նկատում, որ գոյություն ունեն։ Նրա նվիրվածությունը նկատվում էր բոլորի կողմից, հատկապես Մարիամի, ով նրա մեջ տեսնում էր այն ներուժը, որը պաշտպանել էր հարցազրո։ Ուիցից ի վեր։ Բայց Ռուբեն Փարսադանյանը չհանձնվեց իր դիմադրությունից։ Նա նուրբ ձեր էր գտնում Լոնին խանգարելու, անհնարին առաջադրանքներ էր հանձնարարում անիրատեսական ժամկետներով, նրան դուրս էր թողնում կարևոր հանդիպումներից, ուրիշներին էր վերագրում այն լուծումների արժանինքները, որոնք Լոնն էր մշակել։ Դա լուռ պատերազմ էր, որը մղվում էր կորպորատիվ միջանցքներում կեղծ ժպիտներով թունավորված գովասանքների մեջ թաքնված դաշույններով։ Իր ընդունվելուց 3 ամիս անց Լոնն աշխատում էր կրիտիկական նախագծի վրա, տվյալների վերլուծության համակարգի մշակում ֆինանսական ոլորտի կարևոր հաճախորդի համար։ Նախագիծը ճնշման տակ էր, սեղմ ժամկետներով, չափազանց բարձր ակնկալիքներով։ Ռուբենը ղեկավարում էր թիմը, բայց տեխնիկական աշխատանքի մեծ մասը հանձնարարում էր Լոնին այլ կրտսեր վերլուծաբանների։ Ուրբաթ երեկո էր, Լոնը երրորդ անգամ վերանայում էր կոդը, ստուգելով յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր ֆունկցիա, յուրաքանչյուր ալգորիթմ։ Ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, մի զգացում, որ ինչ-որ բան այն չէ։ Համակարգի գեներացրած թվ։ Երն առաջին հայացքից հետողական էին թվում, բայց երբ նա սկսեց փորձարկել ծայրահեղ սցենարներ, ստանդարտից դուրս իրավիճակներ, նա նկատեց մի կարևոր սխալ՝ մոդելը օգտագործում էր հնացած բանած ռիսկի գործակիցները հաշվարկելու համար, մի թերություն, որը կարող էր հանգեցնել բոլորովին սխալ վերլուծությունների միլիոնավոր դրամների վնասների հաճախորդի համար։ Լոնի ստամոքսը շրջվեց։ Նախագիծը պետք է ներկայացվեր երկուշաբթի։
Եթե այդ սխալը աննկատ մնար համակարգը ներդրվեր, հետանքները կործանարար կլինեին ոչ միայն հաճախորդի, այլ Tech Solutions-ի ամբողջ հեղինակության համար։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց Ռուբենին, հրատապ կերպով բացատրելով իրավիճակը։ Մենեջերի պատասխանը սառն ու զայրացած էր։ Լոն, դու չափազանցնում ես։ Այդ մոդելը վերանայվել է մեր ավագ տվյալների գիտնականի կողմից։ Եթե որը սխալ լիներ, նա կնկատեր։ Կարծում եմ, դու չափազանց նյարդայնացած ես խնդիրներ ես տեսնում, որտեղ դրանք չկան։ Գնա տուն, հանգստացիր, երկուշաբթի հանգիստ կխոսենք։ Բայց Լոնը չկարողացավ պարզապես հեռանալ։ Նա անցկացրեց ամբողջ հանգստյան օրերը, վերահաշվարկելով, փաստաթղթավորելով սխալը, ստեղծելով մանրամասն շնորհանդես, որը ցույց էր տալիս, թե կոնկրետ որտեղ է խնդիրը, ինչպես այն ուղղել։ Երկուշաբթի առավոտյան նա հրատապ հանդիպում խնդրեց ամբողջ թիմի հետ, ներառյալ տվյալների գիտնականին, ով հաստատել էր սկզբնական մոդելը։ Հանդիպումը լարված էր։ Ռուբենը փորձեց նվազեցնել իրավիճակի լրջությունը, ենթադրելով, որ Լոնը անհարկի աղմուկ է բարձրացնում։ Բայց երբ տվյալների գիտնականը Նունե անունով մի փայլուն կին վերլուծեց Լոնի պատրաստած տվյալները, նրա դեմքը գունատվեց։ Նա հրապարակավ խոստովանեց, որ սխալ է թույլ տվել, որ ծանրաբեռնված է եղել բազմաթիվ նախագծերով հաստատել է մոդելն առանց անհրաժեշտ խորը վերանայման։ Եթե համակարգը ներդրվեր այդ թերությամբ, վնասները անուղղելի կլինեին։ Նախագիծը հետաձգվեց, սխալն ուղղվեց, հաճախորդը տեղեկացվեց խնդրի մասին, տպավորվեց ընկերության խնամքով, ամեն ինչից վեր որակ ապահովելու համար։ Խորենը, երբ իմացավ պատմությունը, շնորհակալական նամակ ուղարկեց ամբողջ թիմին, հրապարակավ ճանաչելով Լոնի խնամքով վերանայման կարողություն։ Բայց նամակում խնդիրը հայտնաբերողի անունը չհայտնվեց։ Ռուբենը հոգացել էր, որ վարկը գնա թիմին որպես ամբողջություն, երբեք հատուկ չնշելով կրտսեր վերլուծաբանին, ով փրկել էր նախագիծը։ Եվ միջանցքներում Լոնը սկսեց զգալ, թե ինչպես են հայացքները փոխվում։ Ռուբենն այլս նրան չէր դիտում որպես փոքր անհարմարություն, այլ որպես իրական սպառնալիք։ Հենց այդ ժամանակ եկավ ամենակեղտոտ հարվածը։ Նախագծի հետ կապված միջադեպից 2 շաբաթ անց Լոնին կանչեցին ընկերության ներքին անվտանգության բաժին։ 2 լուրջ տղամարդիկ, քննիչների կրծքանշաններով, տեղեկացրին նրան, որ ապացույցներ կան, որ ինչ-որ մեկն օգտագործել է նրա մուտքի հավատարմագրերը, ապօրինի կերպով պատճենելու համար գիգաբայթերով գաղտնի տվյալներ ընկերության ամենակարևոր հաճախորդներից մեկից։ Գրանցամատյանները հստակ ցույց էին տալիս նրա օգտանունը, նրա գաղտնաբառը, նրա մուտքի պրոֆիլը։ Լոնը շոկի մեջ էր։ Փորձեց բացատրել, որ ինքը դա չի արել, որ երբեք չի խախտի ընկերության վստահությունն այդ կերպ, բայց քննիչները անդրդվելի էին։ Նրան ժամանակավորապես հեռացրին, մինչև տաքնությունը շարունակվում էր։ Նրա կորպորատիվ համակարգիչն ու հեռախոսը առգրավվեցին։ Մի օրից մյուսը նա խոստումնալից աշխատակցից վերածվեց կորպորատիվ հանցագործության կասկածյալի։ Նա տուն վերադարձավ բոլորովին կոտրված։ Անահիտն անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, բայց նա փորձեց թաքցնել, հոգնած լինելու պատրվակ հորինեց։ Բայց նա չափազանց լավ էր ճանաչում եղբորը, գիտեր, երբ նա մի բեռ էր կրում, որը չէր կարողանում կիսել։ Այդ գիշեր, մինչ նրանք պատրաստում էին պարզ ընթրիքը, որն այն ամենն էր, ինչ կարող էին իրենց թույլ տալ, նա բռնեց նրա ձեռքը, ասաց այն ամբողջ լրջությամբ, որը կարող է ունենալ 8 տարեկան երեխան։ Լոն, ինչ էլ որ կատարվում է, ամեն ինչ լավ կլինի։ Դու լավ մարդ ես, լավ մարդիկ միշտ գտնում են ճանապարհ, որպեսզի ճիշտ բաները հաղթեն։ Նա գրկեց քրոջը, թույլ տվեց, որ արցունքները թափվեն առաջին անգամ մեղադրանքը ստանալուց հետո։ Ինչպես էր այդքան միամիտ եղել, կարծելով, թե իրական հնարավորություն կունենա։ Ինչպես չէր նկատել, որ իր նման մարդիկ ցանկալի չեն այդ տարածքներում, անկախ նրանից, թե որքան տաղանդ ունեն, որքան ջանասիրաբար աշխատեն։ Համակարգը ծրագրավորված էր նրան դուրս մղելու, Ռուբենը գտել էր կատարյալ ձ, դա օրինական թվացնելու համար։ Բայց Լոնը մի բան ուներ, որը Ռուբենը չէր սպասում, նա լավն էր իր գործում, շատ լավը։ Եվ նա ուներ միակ բանալին, որը կարող էր փրկել նրան։ Այն օրը, երբ ենթադրաբար տեղի էր ունեցել տվյալների արտահոսքը, նա կորպորատիվ էթիկայի պարտադիր թրեյնինգի էր, մի սենյակ, լի մարդկանցով, ներառյալ ընկերության 2 տնօրեններ։ Կար ներկայության գրանցում, լուսանկարներ, նույնիսկ առցանց թեստ, որը նա արել էր, օգտագործելով թրեյնինգի սենյակի համակարգիչը։ Անհնար էր, որ նա միաժամանակ մուտք գործեր գաղտնի տվյալներ։
Նա փաստաթղթավորեց այս ամենը մանրամասն նամակ ուղարկեց Մարիամին, մարդկային ռեսուրսների տնօրենին, ով հավատացել էր նրան սկզբից ի վեր։ Բացատրեց իրավիճակը, գցեց իր ալիբիի ապացույցները, մի խնդրանք արեց, որ ինչ-որ մեկն ավելի խորը հետաքննի, որ չընդունեն ամենաակնհայտ բացատրությունն առանց հարցականի տակ դնելու։ Մարիամը գործը ուղղակիորեն ներկայացրեց խորենին։ Եվ գործարարը, շելով այն երիտասարդին, ով իջել էր ավտոբուսից օգնելու անծանոթ երեխայի, որոշեց անել մի բան, որը հազվադեպ էր պատահում այդ չափի ընկերություններում, նա վստահեց։ Նա արտակարգ հանդիպում հրավիրեց անվտանգության թիմի, Ռուբենի, քննիչների հետ պահանջեց ցանցի գրանցումների լիարժեք հասանելիություն։ Նա թույլատրեց, որ Լոնը, նույնիսկ հեռացված լինելով, ժամանակավոր վերահսկվող հասանելիություն ունենա համակարգի գրանցամատյաններին, որպեսզի կարողանա օգնել հետաքննությանը։ Դա ռիսկային որոշում էր, որը հակասում էր բոլոր արձանագրություններին, բայց խորենը կարող դաս էր սովորել այն անձրոտ առավոտյան, երբեմն պետք է վստահել մարդկանց, նույնիսկ երբ ապացույցները դատապարտող են թվում։ Լոնն աշխատեց 72 ժամ գրեթե առանց դադարի, վերանայելով հազարավոր տողեր, գրանցումներ, հետելով օրինաչափություններին, փնտրելով անոմալիաներ։ Եվ վերջապես, հինգշաբթի լուսադեմին, նա գտավ այն, ինչ փնտրում էր, մի փոքր սխալ իրական ներխուժողի թվային դիմակավորման մեջ։ Ով էլ որ օգտագործել էր Լոնի հավատարմագրերը, թույլ էր տվել մի փոքրիկ գրք։ Եթե աննկատելի տեխնիկական սայթաքում, բայց որը բացահայտում էր կապի իրական ծագումը։ Այդ հասցեն Լոնի համակարգչից չէր։ Այն Ռուբեն Փարսադանյանի տնից էր։ Բացահայտումը ռումբի պես էր։ Հաջորդ առավոտյան շտապ հրավիրված հանդիպմանը, անհերքելի տեխնիկական ապացույցներով, համընկնող ժամանակացույցերով, գրանցումներով, որոնք չէին կարող շղթվել, Ռուբենը հուսահատորեն փորձեց պաշտպանվել։ Նա պնդեց, որ իր համակարգիչը կոտրել են, որ ինչ-որ մեկը փորձում է իրեն մեղադրել, որ ամեն ինչ թյուրիմացություն է։ Բայց երբ խորենն ուղղակիորեն հարցրեց, թե ինչու ինչ-որ մեկը կցանկանար իրեն մեղադրել, թե ինչու ինչ-որ մեկը շահագրգռված կլիներ իր հեղինակությունը ոչնչացնելու մեջ, Ռուբենը թույլ տվեց ճակատագրական սխալը, նրա վերահսկվող մասնագետի դիմակն ընկավ։ Զայրույթը, նախապաշարմունքը, ամբողջ այն թույնը, որը նա պահել էր ամիսներ շարունակ, դուրս եկավ դաժան անկեղծության պոռթկումով։ Որովհետև հնարավոր չէ, որ մի տղա, որը եկել է ծայրամասից, որը հազիվ թե պատշաճ կրթություն ունի, ինձնից լավը լինի իմ գործում։ Ես տարիներ եմ աշխատել այս ընկերություն։ Ունեմ ՄՊ, միջազգային փորձ, այս տղան հայտնվում է ոչ մի տեղից սկսում է աչքի ընկնել։ Նա այս միջավայրին չի պատկանում։ Նրա նման մարդիկ պետք է մնան այնտեղ, որտեղից եկել են, ոչ թե փորձեն զբաղեցնել տարածքներ, որոնք նրանց համար չեն ստեղծվել։ Հաջորդած լռությունը բացարձակ սարսափելի էր։ Մարիամի աչքերում զայրույթի արցունքներ կային։ Քննիչները կարծես ցնցված էին նախապաշարմունքի այդ կոպիտ խոստովանությունից։ Եվ խորենը, ով կայսրություն էր կառուցել, Հայաստան գալով որպես փախստական, ով մոտիկից ծանոթ էր ռասիզմի այլատյացության ծանրությանը, դանդաղ ոտքի կանգնեց, ձայնը ցածր, բայց մի իշխանությամբ լի, որը ստիպեց սենյակում բոլորին ուշադրություն դարձնել։ Ռուբեն Փարսադանյան, դուք հեռացված եք հիմնավոր պատճառով։ Ոչ միայն սաբոտաժի անմեղ գործընկերոջը մեղադրելու փորձի համար, այլ հենց այն մտածելակերպը մարմնավորելու համար, որն այս ընկերությունը չի հանդուրժում։ Այստեղ մենք գնահատում ենք տաղանդը, բնավորությունը, նվիրվածությունը, ոչ թե մարդկանց ծագումը։ Լոն Սարգսյանը 3 ամսում ավելի շատ պրոֆեսիոնալիզմ, ազնվություն է ցուցաբերել, քան դուք, ձեր բոլոր տարիների ընթացքում։ Ռուբենը դուրս եկավ սենյակից անվտանգության ուղեկցությամբ, նրա փոքր իշխանության թագավորությունը փլուզվում էր րոպեների ընթացքում։ Լոնը, ով ամեն ինչ դիտել էր լուռ, դեռ մարսելով հենց նոր տեղի ունեցածի մասշտաբը, խորենի կողմից կանչվեց իր գրասենյակ, անձնական զրույցի։ Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, փոխեց ամեն ինչ։ Խորենը ոչ միայն վերականգնեց Լոնին ընկերության պաշտոնական ներողությամբ, այլ նրան առաջարկեց այն ղեկավար պաշտոնը, որը թափուր էր մնացել Ռուբենի հեռացումից հետո։ Ոչ թե որպես վերլուծաբան, այլ որպես թիմի ղեկավար, աշխատավարձի զգալի բարձրացումով, ավելի շատ պարտականություններով։ Դրանից ավելին, նա խնդրեց Լոնին օգնել իրեն ստեղծել ընկերության ներսում հնարավորությունների ծրագիր, ուղղված ցածր եկամուտ ունեցող տաղանդավոր երիտասարդներին, ուսանողներին, ովքեր ներուժ ունեին, բայց չունեին բաց դռներ։ Լոնն ընդունեց ոչ միայն այն աշխատավարձի համար, որը բոլորովին կփոխեր իր Անահիտի կյանքը, այլ դրա խորհրդանշական կշռի համար։ Նա զբաղեց նումեր մի տեղ, որը միշտ, ուղղակի կամ անուղղակի, ասել էին, որ իր նման մարդկանց համար չէ։
Եվ հիմա նա կունենար իշխանություն բացելու նույն դռները մյուսների համար, ովքեր գալիս էին այնտեղից, որտեղից ինքն էր եկել, ովքեր կրում էին նույն երազանքները, նույն վճռականությունը, ընդդեմ բոլոր դժվարությունների։ Երբ նա տուն վերադարձավ այդ գիշեր, ստորագրված պայմանագրով պայուսակում սրտով, որն ավելի թեթ էր, քան ամիսներ շարունակ եղել էր, գտավ Անահիտին, որն արթուն սպասում էր։ Նա վազեց գրկելու նրան, նախքան նա կհասցներ հանել բաճկոնը, առանց նրա որևէ բառ ասելու, շնջաց նրա ականջին. «Դու հասար, չէ՞։ Դու հաղթեցիր»։ Եվ Լոնը, քրոջը գրկած, շուրջը նայելով այդ փոքրիկ բնակարանին, որը շուտով կարող էին թողնել, զգաց, որ այո, նա հաղթել էր։ Ոչ միայն աշխատանք էր նվաճել կամ թշնամու էր հաղթել։ Նա ապացուցել էր ինքն իրեն, աշխարհին, ամենակարողը, բոլոր նրանց, ովքեր կգային իրենից հետո, որ դա հնարավոր է։ Որ տաղանդն ու բնավորությունն ավելի կարևոր են, քան ծագումը։ Որ ճիշտ բան անելը, նույնիսկ երբ դա ամեն ինչ արժե է ի վեր։ Ջո տանում է դեպի տեղեր, որոնք արժանի են յուրաքանչյուր զոհաբերության։ Որ անձրից թրջված կոստյումը, անքուն գիշերները, անհնարին ընտրությունները, ամեն ինչ իմաստ ուներ։ Եվ որ հիմա, վերջապես, նա կարող էր շնչել։ Tech Solutions-ում ղեկավար պաշտոնը ստանձնելուց 6 ամիս անց Լոնը հազիվ էր ճանաչում սեփական կյանքը։ Նա Անահիտը տեղափոխվել էին ավելի մեծ ու ապահով բնակարան ավելի լավ թաղամասում, որտեղ պատերին խոնավության բծեր չկային, պատուհանից լուսաբացի սառը ցուրտը չէր ներս թափանցում։ Աղջիկը սովորում էր պատշաճ մասնավոր դպրոցում, ուներ իր սեփական նոր գրքերը, հագուստ, որը նվիրատվություններից չէր, նրա ժպիտը, որը միշտ ներկա էր, բայց նախկինում կրում էր չափազանց վաղաժամ հասունություն, այժմ ուներ այն թեթությունը, որին արժանի է 9 տարեկան յուրաքանչյուր երեխա։ Բայց Լոնն իրեն թույլ չտվեց մոռանալ, թե որտեղից է գալիս։ Ամեն առավոտ, հագնելով նոր կոստյումը, որը գնել էր առաջին աշխատավարձով, նա նայում էր պահարանում կախված հոր կոստյումին, այն հագուստի կտորին, որն այնքան բան էր անցել իր հետ, նորոգում էր այդ հիշատակը պատվելու պարտավորությունը։ Վարդանը երբեք ճանաչում չէր ստացել իր արածի համար, երբեք չէր տեսել այդքան զոհաբերության պտուղները։ Լոնը կրում էր ոչ միայն իր Անահիտի, այլ բոլոր նրանց համար ապրելու պատասխանատվությունը, ովքեր պայքարել էին, չէին կարողացել հասնել այստեղ։ Թիմը, որը նա ղեկավարում էր Tech Solutions-ում, բազմազան ու տաղանդավոր էր, բաղկացած ոչ միայն ավանդական կրթություն ունեցող մարդկանցից, այլ երիտասարդներից, որոնց նա ինքն էր օգնել հավաքագրել հնարավորությունների նոր ծրագրի միջոցով, որը մշակել էր Խորենի հետ միասին։ Նրանք պետական համալսարանների ուսանողներ էին, մարդիկ, ովքեր աշխատում էին ցերեկը սովորում գիշերը, մարդիկ, ովքեր ունեին իրենց նման պատմություններ։ Եվ բոլորը բերում էին նոր հեռանկարներ, ստեղծագործական լուծումներ, որոնք հարստացնում էին աշխատանքն այնպես, ինչպես ավանդական ընտրության գործընթացները երբեք չէին կարող գտնել։ Խորենը դարձել էր ավելին, քան ղեկավար։ Նա մենթոր էր, մեկը, ով խորապես հասկանում էր, թե ինչի միջով է անցել Լոնը, որովհետև ինքն էլ էր ապրել այդ պայք արների իր տարբերակը։ Նրանք շաբաթը գոնե մեկ անգամ միասին էին ճաշում, խոսում ոչ միայն բիզնեսի, այլ կյանքի մասին, թե ինչպես օգտագործել հաջողությունը իրական ազդեցություն ստեղծելու համար, այն մարդու պատասխանատվության մասին, ով կարողացել է բարձրանալ, որ պետք է վերելակը հետ ուղարկի, վերցնելու նրանց, ովքեր դեռ ներքում են։ Հենց այդ ճաշերից մեկի ժամանակ Խորենը մի գաղափար առաջ քաշեց, որը նորից կփոխեր ամեն ինչ։ Լոն, ես շատ եմ մտածել այն օրվա մասին ավտոբուսում։ Այն մասին, թե ինչպես դու մի որոշում կայացրիր, որը քեզ համար այդքան թանկ նստեց, բայց փրկեց դստերս։ Եվ մտածում եմ, թե քանի Յասմին կա աշխարհում, քանի մարդ օգնության կարիք ունի վճռորոշ պահերին, թե ինչպես է մեր հասարակությունը ծրագրավորված, որ բոլորը մի կողմ նայեն ծածնեն, թե ոչինչ չեն տեսել։ Ես ուզում եմ ինչ-որ բան անել դրա շուրջ։ Ես ուզում եմ ստեղծել մի բան, որն ավելի մեծ կլինի, քան մենք երկուսս։ Լոնը ուշադիր լսում էր, մինչ Խորենը զարգացնում էր գաղափարը, ստեղծել հիմնադրամ, որի նպատակը կլինի քաղաքային անտեսված տարածքները խնամքի կետ երի վերածելը։ Նրանք կսկսեին ավտոբուսի կանգառներից, այն մոռացված վայրերից, որտեղ աշխատողներն ամեն օր ժամեր էին անցկացնում, սպասելով տրանսպորտի, ենթարկվելով արին, անձրին, վտանգին։ Նրանք կվերանորոգեին այդ կանգառները, կտեղադրեին պատշաճ լուսավորություն, համապատասխան ծածկ, անվտանգ նստարաններ։ Դրանից ավելին, յուրաքանչյուր կանգառ կունենար ցուցանակ, իրական պատմություններով այն մարդկանց մասին, ովքեր ընտրել էին երես չթեքել, ովքեր օգնել էին անծանոթներին, ովքեր տարբերություն էին ստեղծել։ Եվ առաջին կանգառը, ասաց Խորենը ակնհայտ հուզմունքով ձայնում, կլինի քո հոր, Վարդանի պատվին։
Կկրի նրա անունը, կպատմի մի մարդու պատմությունը, ով մինչ լուծվելն աշխատել է իր ընտանիքին ավելի լավ կյանք տալու համար, մի մարդու, ով երբեք չի ստացել այն ճանաչումը, որին արժանի էր։ Մենք դա կանենք նրա, այս երկրում գոյություն ունեցող բոլոր վարդանների համար։ Լոնը երկար պահ չկարողացավ խոսել։ Արցունքներն այրում էին աչքերը, հուզմունքը սեղմում էր կոկորդը։ Այն գաղափարը, որ հոր անունը, ով մահացել էր առանց որևէ մեկի, բացիս եփական ընտանիքից մտահոգվելու կլիներ հանրային տարածքում, կհիշվեր, կպատվվեր, մի բան էր, որը նա երբեք չէր համարձակվել պատկերացնել։ Նախագիծը սկսվեց փոքր, բայց արագ աճեց։ Գործընկեր ընկերությունները միացան նախաձեռնությանը, յուրաքանչյուրը նպաստելով իր փորձով, ռեսուրսներով։ Առաջին վերանորոգված ավտոբուսի կանգառը բացվեց 6 ամիս անց, ճիշտ այն փողոցում, որտեղ Լոնն ու Անահիտն ապրում էին, երբ ամեն ինչ սկսվեց։ Փոխակերպումը տպավորիչ էր, այն, ինչ նախկինում անկայուն, վատ լուսավորված, անապահով կառույց էր, այժմ մաքուր, խնամված տարածք էր, անձրից պաշտպանող ծածկով, հարմարավետ նստարաններով, լեդ լուսավորությամբ, որն աշխատում էր ամբողջ գիշեր։ Եվ գլխավոր պատին, բրոնզե ցուցանակ, Վարդան Սարգսյանի անունով կարճ, բայց հզոր տեքստով նրա ժառանգության մասին։ Բացումը հուզիչ իրադարձություն էր։ Ներկա էին ոչ միայն Tech Solutions-ի ղեկավարները, նախագծի գործընկերները, այլ թաղամասի բնակիչները, մարդիկ, ովքեր ճանաչում էին Վարդանին, աշխատողներ, ովքեր ամեն օր օգտվում էին այդ կանգառից։ Անահիտն այնտեղ էր, հագին նոր զգեստ, բայց ձեռքին հին փափուկ արջուկը, մի կապ այն մարդու հետ, ով ինքն էր, նախքան ամեն ինչ կփոխվեր։ Երբ Լոնը բարձրացավ բացման խոսքն ասելու, նա առաջին շարքում էր, աչքերը փայլում էին հպարտությունից։ Լոնը նայեց այդ փոքր բազմությանը, հասարակ մարդկանց դեմքերին, որոնք ներկայացնում էին հենց նրանց, ում այդ նախագիծը նպատակ ուներ ծառայելու, սկսեց խոսել մի ձայնով, որը դողում էր հուզմունքից, բայց ամրանում էր յուրաքանչյուր բառի հետ։ Հայրս, Վարդան Սարգսյանը, 30 տարի աշխատել է որպես տեխնիկական սպասարկման օգնական։ Նա արթնանում էր արը ծագելուց առաջ, նստում էր լեփ-լեցուն ավտոբուսներ, ճիշտ այնպիսիք, ինչպիսիք անցնում են այստեղ, երկար ժամեր աշխատում էր մի աշխատավարձով, որը հազիվ էր բավականացնում ընտանիքը պահելու համար։ Նա երբեք չէր բողոքում։ Երբեք չէր ասում, որ կյանքն անարդար է եղել իր նկատմամբ։ Պարզապես աշխատում էր, օրեցօր, հավատալով, որ ավելի լավ բան է կառուցում ինձ քրոջս համար։ Լոնը դադար տվեց, նայելով Անահիտին, ով լուռ լացում էր, արջուկը սեղմելով կրծքին։ Նա չապրեց, տեսնելու այս օրը։ Չապրեց, տեսնելու իր որդուն, աշխատելիս տեխնոլոգիական ընկերությունում, ղեկավարելիս թիմ, օգնելիս ստեղծել հնարավորություններ այլ երիտասարդների համար։ Չապրեց, տեսնելու իր դստերը պատշաճ դպրոցում, ունենալիս այն հնարավորությունները, որոնց մասին միշտ երազել էր։ Բայց այն ամենը, ինչ ես այսօր եմ, այն ամենը, ինչ կարողացել եմ կառուցել, հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, ինչ նա ինձ սովորեցրել է։ Ոչ թե գեղեցիկ խոսքերով կամ պաշտոնական դասերով, այլ մի մարդու լուռ օրինակով, ով միշտ փորձել է ճիշտն անել, նույնիսկ երբ դժվար էր, նույնիսկ երբ ոչ ոք չէր նայում, նույնիսկ երբ պարկ չկար, բացի սեփական հանգիստ խղճից։ Բազմությունը լսում էր հարգալից լռությամբ, շատերն արցունքներն աչքերին, ճանաչելով իրենց սեփական պատմություններն այդ խոսքերում։ 1.5 տարի առաջ, շարունակեց Լոնը, ես նստեցի մի ավտոբուս, որը շատ նման էր այստեղով անցնողներին։ Ես կատարյալ պլան ունեի գլխումս, ճիշտ ժամանակին հասնել աշխատանքի հարցազրույցի, որը կարող էր փոխել իմ կյանքը։ Բայց հետո մի երեխա ընկավ, վնասվեց, վարորդը որոշեց, որ դա իր խնդի չէ։ Նա դուրս հանեց աղջկան դայակին դատարկ փողոցում, ավտոբուսը շարունակեց իր ճանապարհը։ Բոլոր մյուս ուղորները ձացրին, թե ոչինչ չեն տեսել։ Եվ ես պետք է ընտրեի հետել իմ պլանին, թե իջնել օգնելու։ Նա ուղիղ նայեց Խորենին, ով կանգնած էր Յասմինի կողքին։ Աղջիկը, այժմ 5.5 տարեկան, բռնել էր հոր ձեռքը, նայում էր Լոնին այն մեծ աչքերով, որոնք կարծես թե ավելին էին հասկանում, քան պետք է իր տարիքում։ Ես իջա այն ավտոբուսից։ Բաց թողեցի հարցազրույցը։ Կարծեցի, թե դեն եմ նետել կյանքս փոխելու միակ հնարավորությունս։ Բայց այն, ինչ ես չգիտեի, այն էր, որ այդ ընտրությունը, այն պահը, երբ որոշեցի, որ մի կյանքն ավելի կարևոր է, քան իմ պլանները, կբացեր դռներ, որոնց գոյության մասին երբեք չէի պատկերացրել։ Աղջիկը, ում ես օգնեցի, այն գործարարի դուստրն էր, ով ինձ պետք է հարցազրույցի ենթարկեր։
Եվ դրանից ավելի կարևոր, այդ պահն ինձ հիմնարար բան սովորեցրեց, որ այն տեսակի մարդը, որը մենք ենք, բացահայտվում է հենց ընդհատումների, չպլանավորված պահերի ժամանակ, երբ ոչ ոք չի նայում, ոչ ոք մեզ մեդալ չի տա, ճիշտն է։ Նելու համար Լոնը մատնացույց արեց հոր անունով ցուցանակը։ Հայրս երբեք այս հանրային ճանաչումը չի ունեցել։ Երբեք նրա անունը ցուցանակի վրա չի եղել, երբեք մրցանակներ կամ ծափահարություններ չի ստացել։ Բայց նա կյանքեր է փրկել իր ձով, պահելով ընտանիք, խնամելով երեխաներ, լինելով արժանապատվության ջանասիրության լուր օրինակ։ Այս ավտոբուսի կանգառը կրում է նրա անունը, բայց այն նվիրված է այս երկրում գոյություն ունեցող բոլոր վարդաններին, մարդկանց, ովքեր շուտ են արթնանում, նստում են լեփ-լեցուն հանրային տրանսպորտ, աշխատում են աշխատանքներում, որոնք չեն գնահատում իրենց տաղանդը, այնուամենայնիվ շարունակում են փորձել, շարունակում են հավատալ, որ արժե արժանապատիվ լինել մի աշխարհում, որը հաճախ չի պարգևատրում արժանապատվությունը։ Նրա ձայնը բարձրացավ ինտենսիվությամբ, լի կրքով, համոզմունքով։ Սա ոչ միայն վերանորոգված ավտոբուսի կանգառ է։ Սա խորհրդանիշ է։ Սա հաստատում է, որ մարդիկ կարող են։ Որ աշխատողները, ովքեր ժամեր են անցկացնում, սպասելով տրանսպորտի, արժանի են հիմնական արժանապատվության պաշտպանություն։ Նանձրից, նստարաններ նստելու համար, լույս իրենց ապահով զգալու համար։ Որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի քաղաքն ավելի լավ վայր դարձնելու, ոչ թե մեծ ժեստերի միջոցով, այլ առօրյայի սովորականի, այն բաների նկատմամբ ուշադրության միջոցով, որոնք ազդում են իրական մարդկանց վրա ամեն օր։ Լոնն իջավ փոքրիկ ինքնաշեն բեմից քայլեց դեպի ցուցանակը, մատներն անցկացնելով բրոնզի վրա փորագրված անվան վրայով։ Վարդան Սարգսյան։ Իր հայրը։ Իր հերոսը։ Այն մարդը, ով մահացել էր առանց ճանաչման, բայց որի ժառանգությունն այժմ անմահացել էր այնտեղ, որպեսզի բոլորը տեսնեն, հիշեն, որ սովորական կյանքերը կրում են արտասովոր պատմություններ։ Ավտոբուսի կանգառների նախագծին զուգահեռ, կրթաթոշակների ծրագիրը, որը Լոնն օգնել էր մշակել, սկսում էր տպավորիչ արդյունքներ ցույց տալ։ Տասնյակ ցածր եկամուտ ունեցող երիտասարդներ օգուտ էին քաղել, կարողանալով սովորել առանց ընտրելու վարձ վճարելու կամ գրքեր գնելու, երկու հերթափոխով աշխատելու կամ դասերին մասնակցելու միջ։ Ոմանք արդեն աշխատանքի էին ընդունվել Tech Solutions-ի կամ Գոր ծնկեր ընկերությունների կողմից։ Մյուսներն ավարտում էին իրենց կրթությունը գերազանց գնահատականներով, պատրաստ, գիտելիքն ու հնարավորությունը հետ տանելու իրենց համայնքներ։ Լոնը պարտադիր համարում էր անձամբ ծանոթանալ յուրաքանչյուր կրթաթոշակառուի հետ։ Ճաշում էր նրանց հետ, լսում նրանց պատմությունները, առաջարկում ոչ միայն մասնագիտական, այլ անձնական մենթորություն։ Նա ճշգրիտ գիտեր, թե ինչ է նշանակում լինել այդ դիրքում, գրելով մի ամբողջ ընտանիքի ակնկալիքների բեռը, զգալով ինքնակոչի համախտանիշը, որը փորձում է համոզել նրան, որ արժանի չէ այնտեղ լինելու։ Եվ միշտ կրկնում էր նույն հաղորդագրությունը. դու արժանի ես այստեղ լինելու ոչ թե չնայած այնտեղին, որտեղից եկել ես, այլ այն բանի համար, թե ով ես դու։ Քո տաղանդն իրական է, քո նվիրվածությունը արժեքավոր է, քո հեռանկարը հենց այն է, ինչի կարիքն ունի այս երկիրը։ Ամենակարևոր արարողությունը տեղի ունեցավ առաջին ավտոբուսի կանգառի բացումից 1 տարի անց։ Tech Solutions-ը կազմակերպեց ընդհանուր ժողով բոլոր աշխատակիցների հետ, մի իրադարձություն, որը տեղի էր ունենում տարին ընդամենը 1 անգամ, որտեղ ներկայացվում էին արդյունքները, նշվում հաջողությունները։ Բայց այդ տարի Խորենը ինչ-որ յուրահատուկ բան էր պատրաստել։ Ներկայացման կեսին նա կանգ առավ, լռությունը տիրեց դահլիճում, որտեղ 200 մարդ էր հավաքված։ Նա խնդրեց Լոնին բարձրանալ բեմ, ինչը ստիպեց երիտասարդ ղեկավարին շփոթված կնճռոտել ճակատը, չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Երբ հասավ Խորենի կողքին, տեսավ, որ Յասմինը նույնպես այնտեղ է, Ֆաթիմայի ուղեկցությամբ։ Խորենը շրջվեց դեպի լսարանը, սկսեց պատմել պատմությունը սկզբից։ Խոսեց այն անձրոտ հինգշաբթի առավոտվա մասին, լեփ-լեցուն ավտոբուսի, դստեր ընկնելու ուղորների անտարբերության մասին։ Խոսեց այն անծանոթ երիտասարդի մասին, ով իջել էր օգնելու, ով բաց էր թողել իր կյանքի ամենակարևոր հարցազրույցը, ով կրել էր վախեցած երեխային զանգել շտապօգնություն, մինչ անձրը թրջում էր նրա միակ կոստյումը։ Լսարանը հիացմունքով լսում էր, շատերը չիմանալով այդ պատմությունը, մյուսները լսելով միայն հատվածական տարբերակներ։ Խորենը խոսեց այն մասին, թե ինչպես էր բացահայտել, այդ անծանոթը այն թեկնածուն էր, ով չէր ներկայացել հարցազրույցին, թե ինչպես էր որոշել վստահել նրան երկրորդ հնարավորություն տալ։ Խոսեց Լոնի բացառիկ տաղանդի, թե ինչպես էր նա փրկել կարևոր նախագծեր, թե ինչպես էր նախապաշարմունքի պատճառով սաբոտաժի ենթարկվել, այնուամենայնիվ ապացուցել իր անմեղությունն ու արժեքը։
Այս մարդը իմ կողքին, ասաց Խորենը ակնհայտ հուզմունքով ձայնում, ոչ միայն բացառիկ աշխատակից է։ Նա կենդանի օրինակ է այն բնավորության, որը մենք ուզում ենք մշակել այս ընկերությունում։ Նա փրկեց դստերս, ոչինչ չակնկալելով դրա դիմաց։ Եվ այդ օրվանից ի վեր նա փրկում է այս ընկերությունն իր խելքով, իր նվիրվածությամբ ցինիկ դառնալուց հրաժարվելով մի աշխարհում, որը հաճախ պարգատրում է ցինիզմը։ Խորենը շրջվեց դեպի Լոնը, աչքերը փայլում էին զսպված արցունքներով։ Այդ պատճառով Tech Solutions-ի իմ ընտանիքի անունից ուզում եմ հայտարարել, որ դուք նշանակվում եք տեխնոլոգիաների սոցիալական նորարարության տնօրեն։ Ոչ միայն ճանաչելով ձեր տեխնիկական ներդրումները, այլ տոնելով, թե ով եք դուք որպես մարդ։ Եվ ավելին, մենք ստեղծում ենք մշտական հիմնադրամ ձեր հոր Վարդան Սարգսյանի անունով, որը հավերժ կֆինանսավորի կրթաթոշակներ, երաշխավորելով, որ ձեր նման երիտասարդներն այլս երբեք ստիպված չլինեն ընտրել գոյատելու սովորելու միջ։ Լսարանը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ ոտքի կանգնեցին, ձայնը արձագանքեց դահլիճում, Լոնը կանգնած մնաց այնտեղ, բոլորովին ճնշված հուզմունքից, անկարող մարսելու այդ ամենը։ Յասմինը վազեց նրա մոտ, գրկեց նրա ոտքերը, այն պարզ ժեստը մի երեխայի, որը դեռ հիշում էր, թե աղոտ, այն մարդուն, ով օգնել էր իրեն, երբ վախեցած էր։ Երբ ծափահարությունները վերջապես դադարեցին, Լոնը կարողացավ գտնել իր ձայնը, նա խոսեց ուղիղ սրտից։ Ես չգիտեմ ինչ ասել։ Ես ինձ հերոս կամ օրինակ չեմ զգում։ Զգում եմ որպես մեկը, ով պարզապես փորձել է անել այն, ինչ ճիշտ էր, այն, ինչ հայրս ինձ սովորեցրել էր անել։ Բայց ես ընդունում եմ այս պատիվը ոչ թե ինձ համար, այլ ներկայացնելու համար բոլոր նրանց, ովքեր երբեք ճանաչում չեն ստանում։ Անտեսանելի աշխատողներին, որոնք այս քաղաքը պահում են աշխատանքի մեջ։ Մայր երին, որոնք 3 աշխատանք են անում, իրենց երեխաներին կրթություն տալու համար։ Երիտասարդներին, որոնք սովորում են գիշերը ֆիզիկական աշխատանքի հյուծիչ օրերից հետո։ Բոլորն արժանի են տեսանելի, գնահատված, ճանաչված լինելու։ Նա ուղիղ նայեց ծրագրի կրթաթոշակառուներին, որոնք լսարանում էին, ոմանք բացահայտ արցունքներ էին թափում։ Ձեզնից յուրաքանչյուրին, ով եկել է այնտեղից, որտեղից ես եմ եկել, ով գիտի մերժման դառը համը, ում դատել են մաշկի գույնի, ազգանվան, բնակության վայրի, շեշտադրման, այն փաստի համար, որ ծնողները համալսարանական դիպլոմ չունեն, ես ասում եմ, դուք պատկանում եք այստեղ։ Ձեր տաղանդն իրական է։ Ձեր արժեքը չի որոշվում նրանով, թե որտեղ եք ծնվել, այլ նրանով, թե ով եք ընտրում լինել։ Եվ երբ դուք հասնեք այնտեղ, որտեղ ուզում եք հասնել, հիշեք վերելակը հետ ուղարկել, վերցնելու նրանց, ովքեր դեռ ներքում են։ Որովհետև ոչ ոք ոչ մի տեղ մենակ չի հասնում։ Ես չեմ հասել։ Հաջորդ ամիսներին Լոնի պատմությունը տարածվեց սոցիալական ցանցերում, հայտնվեց թերթերում, դարձավ օրինակ առաջնորդության սոցիալական պատասխան։ Ատվության մասին դասախոսություններում։ Բայց նա ոտքերը գետնին պահեց, հրաժարվելով երկար հարցազրույցներից, խուսափելով ուշադրության կենտրոնում լինելուց, որը կարող էր նրան հայտնի դարձնել։ Նրա առաքելությունը հայտնի լինելը չէր, այլ օգտագործել ցանկացած հարթակ, որն ուներ ուժեղացնելու համար այն ձայները, որոնք սովորաբար չեն լսվում։ Ավտոբուսի կանգառների վերանորոգման ծրագիրը տարածվեց այլ քաղաքներում։ Յուրաքանչյուր բացված կանգառ կրում էր մի սովորական աշխատողի անուն, ով տարբերություն էր ստեղծել իր համայնքում, մի հավաքարար, ով միայնակ մեծացրել էր 5 երեխա, բոլորը ավարտել էին համալսարան, մի ավտոբուսի վարորդ, ով կյանքեր էր փրկել վթարի ժամանակ, մի փողոցային վաճառող, ով տարիներ շարունակ կերակրել էր անօթան երեխաներին, առանց ճանաչում խնդրելու։ Պատմություններ, որոնք նախկինում մահանում էին անանունության մեջ, այժմ պահպանվում, տոնվում, ոգեշնչման էին վերածվում։ Անահիտը, ով այժմ 10 տարեկան էր, սկսեց ուղեկցել եղբորը որոշ բացումների։ Նա իր տարիքի համար զարմանալի վարժությամբ խոսում էր այն մասին, թե ինչ է նշ. Անակում մեծանալ առանց արտոնությունների, բայց արժանապատվությամբ, թե ինչպես է եղբոր օրինակը ցույց տվել, որ բարությունը թուլություն չէ, որ կարեկցանքը միամտություն չէ, որ ճիշտն անելն արժեք ունի, նույնիսկ երբ թանկ է նստում։ Նրա ներկայությունը լրացուցիչ հուզական շերտ էր ավելացնում իրադարձություններին, հիշեցնելով բոլորին, որ յուրաքանչյուր երեխա, ում նրանք օգնում էին, կարող էր դառնալ հաջորդ Լոնը, հաջորդ Անահիտը, հաջորդ մարդը, ով կփոխեր աշխարհն իր շուրջը։ Մի հատկապես նշանակալից կեսօրին, գրեթե 2 տարի անց այն լեփ-լեցուն ավտոբուսից, որը փոխել էր ամեն ինչ, Լոնը կանգնած էր հոր անունը կրող ավտոբուսի կանգառում, դիտելով փողոցի շարժը։ Երեկոյան կողմ էր, պիկ ժամ, տուն վերադարձող աշխատողները կանգ էին առնում այնտեղ, հանգստանում նստարաններին, պաշտպանվում մանր անձրից նոր ծածկի տակ։
Ոմանք կարդում էին Վարդանի մասին ցուցանակը, մյուսները պարզապես վայելում էին սպասելու համար պատշաճ տեղ ունենալը։ Խորենն անսպասելի հայտնվեց, Յասմինի ուղեկցությամբ, ով այժմ 6 տարեկան էր, ավելի խելացի արտահայտիչ։ Աղջիկը ազեց Լոնի մոտ նրան տվեց մի նկար, որն արել էր, մի տեսարան ավտոբուսից, որտեղ մի տղամարդ օգնում էր երեխայի։ Անկյունում դողացող, բայց խնամքով լի տառերով գրված էր մի հաղորդագրություն. «Շնորհակալ եմ ինձ փրկելու աշխարհն ավելի լավը դարձնելու համար»։ Լոնը ծնկի իջավ, աղջկա հասակին հավասարվելու քնքշորեն գրկեց նրան։ Ոչ, Յասմին։ Դու ես ինձ փրկել։ Առանց այդ օրվա, առանց քեզ, ես դեռ արկղեր կտեղափոխեի կերազեի ավելի լավ կյանքի մասին, չիմանալով, թե ինչպես հասնել դրան։ Դու ինձ հնարավորություն տվեցիր ցույց տալու, թե ով եմ ես։ Եվ ես կյանքիս մնացած մասը կփորձեմ պատվել այդ հնարավորությունը։ Խորենը ձեռքը դրեց Լոնի ուսին, մի պարզ, բայց խորիմաստ ժեստ։ Այնտեղ երկու բոլորովին տարբեր ծագում ունեցող տղամարդիկ էին, միավորված անհավանական զուգադիպությունների շարքով, որոնք վերածվել էին ընդհանուր նպատակի։ Մի արաբ գործարար, ով փախել էր պատերազմից, կայսրություն էր կառուցել տաղանդի ջանասիրության շնորհիվ։ Մի սամորթ երիտասարդ ծայրամասից, ով ընտրել էր կարեկցանքը հարմարավետության փոխարեն գտել իր ճանապարհ դեպի առաջնորդություն։ Եվ նրանց մեջ մի երեխա, ով եղել էր մի փոխակերպման ակամա կատալիզատոր, որը շատ ավելին էր, քան նրանց 3 կյանքերը։ Մինչ նրանք դիտում էին, թե ինչպես է ավտոբուսը կանգ առնում այդ նոր վերանորոգված կանգառում, նրանք տեսան մի տեսարան, որը բոլորին ժպտալ ստիպեց, մի տարեց կին դժվարությամբ էր բարձրանում իր ծանր պայուսակներով, մի երիտասարդ ուսանող անմիջապես իջավ, օգնելու նրան, բռնելով գնումները, մինչ նա տեղավորվում էր նստատեղին։ Մի փոքր սովորական ժեստ, բայց որը կրում էր հենց այն հաղորդագրությունը, որն այդ ամբողջ ճանապարհորդությունը փորձել էր տարածել, որ բարությունը կարող է, որ մարդիկ կարող են, որ բարության փոքր արարքները ալիքներ են ստեղծում, որոնք փոխում են աշխարհը։ Լոնը նայեց բրոնզի վրա փորագրված հոր անվանը, մտածեց, թե ինչպես Վարդանը կզգար, տեսնելով այս ամենը, շնջաց մի խոստում, որը գիտեր, որ հայրը, որտեղ էլ որ լիներ, կարող էր լսել։ Ես շարունակեցի քո ժառանգությունը, հայր։ Ոչ այն ձով, որը դու պատկերացնում էիր, բայց այնպես, ինչպես դու ինձ սովորեցրել էիր անելով։ Ճիշտը, հոգ տանելով նրանց մասին, ովքեր կարիք ունեն, երբեք չկորցնելով մարդկայնությունը, նույնիսկ երբ աշխարհը փորձում է այն քեզնից խլել։ Եվ ես կերաշխավորեմ, որ Անահիտը մեծանա այս նույն արժեքներով, որպեսզի նա կարողանա փոխանցել դրանք, երբ իր հերթը գա։ Քո անունը երբեք չի մոռացվի։ Եվ քո կյանքը, նույնիսկ առանց հանրային ճանաչման, սերմեր է ցանել, որոնք ծաղկում են այգիներում, որոնց գոյության մասին դու երբեք չէիր պատկերացրել։ Այդ կեսօրին, մինչ Արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն մանուշակագույն պատմությունների 3 սերունդներ միահյուսվում էին այդ վերանորոգված ավտոբուսի կանգառում, Վարդանինը, ով աշխատել էր մինչ սահմանը, երբեք պարկ չէր տեսել։ Լոնինը, ով զոհաբերությունը վերածել էր նպատակի, Անահիտինն ու Յասմինինը, երեխաներ, ովքեր կմեծանային մի փոքր ավելի լավ աշխարհում, որովհետև ինչ-որ մեկը, մի անձրոտ հինգշաբթի առավոտյան, որոշել էր, որ անծանոթ կյանքն ավելի կարևոր է, քան իր սեփական պլանները։ Եվ սա, ի վերջո, ամեն ինչի իրական իմաստն էր, որ սոցիալական փոխակերպումը տեղի է ունենում ոչ թե մեծ հեղափոխությունների կամ անհնարին հերոսների միջոցով, այլ սովորական մարդկանց կողմից անվերջ կրկնվող ամենօրյա ընտրության միջոցով, չթեքել երեսը, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, չընդունել անարդարությունը միայն այն պատճառով, որ միշտ այդպես է եղել, օգտագործել ցանկացած իշխանություն, որ ունես, որքան էլ փոքր լինի, աշխարհը մի փոքր ավելի քիչ դաժան դարձնելու համար, նրանց համար, ովքեր գալիս են հետո։ Լոնի Վարդանի, ավտոբուսի հարցազրույցի, փրկված երեխայի բացված դռների պատմությունը հեքիաթ չէր, որտեղ ամեն ինչ կախարդական կերպով լուծվում է։ Դա իրական պատմություն էր, լի այն բարդություններով, անարդարություններով, որոնք նշանավորում են նրանց կյանքը, ովքեր արտոնություններով չեն ծնվել։ Բայց դա նա կենդանի ապացույց էր, որ բարությունն ուժ ունի, որ բնավորությունը ի վերջո հաղթում է, որ անարդար համակարգերը կարող են մարտահրավեր նետվել մարդկանց կողմից, ովքեր հրաժարվում են ընդունել, որ դաժանությունն անխուսափելի է։ Եվ մինչ այդ ավտոբուսը շարունակում էր իր երթուղին, տանելով հոգնած աշխատողն երին իրենց համեստ տները, անցնելով ավտոբուսի կանգառներով, որոնք այժմ կրում էին սովորական մարդկանց անուններ, առօրյա քաջության պատմություններ, քաղաքը շարունակում էր իր կատաղի ռիթմը, բայց իր մեջ կրելով փոխակերպման փոքրիկ սերմեր, որոնք ցանվել էին նրանց կողմից, ովքեր որոշել էին, որ արժե փորձել այլ կերպ անել։ Որովհետև վերջում հարցը երբեք այն չէր, թե արդյոք մեկ մարդը կարող է փոխել ամբողջ աշխարհը։
Հարցը միշտ այն էր, թե արդյոք մեկ մարդը կարող է փոխել ինչ-որ մեկի աշխարհը։ Եվ Լոնը սովորել էր այն անձրոտ առավոտյան, որը կարծես թե տեղի էր ունեցել մեկ այլ կյանքում, որ պատասխանը այո էր։ Միշտ եղել է այո։ Եվ միշտ կլինի այո, քանի դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են իջնել ավտոբուսից, երբ բոլոր մյուսները շարունակում են նստած մնալ, ծածնելով, թե ոչինչ չեն տեսել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լոնի, Վարդանի, Յասմինի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք քաջության, զոհաբերության փոխակերպման այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք ալիքին, բաց չթողնելու։ Մեր պատմություններից որը մեկը մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Լոնի որոշումն էր ավտոբուսում։ Անարդարությունների դիմաց համառությունը։ Վարդանի հիշատակի պատվանքը։ Ուզում ենք իմանալ, թե ինչն է արձագանքել ձեր մեջ։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք հիշեցնում են մեզ բարության ուժի երբեք ճիշտն անելուց չհանձնվելու կարողության մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ մեկ այլ հուզիչ պատմություն կհուզի ձեր հոգին։